Մի տարեց կնոջ հրավիրում են ընտանեկան զբոսանքի, հավատալով, որ վերջապես կվերամիավորվի որդու թոռան հետ։ Սակայն ամեն ինչ դաժան խաբեություն էր։ Նրան լքում են ճանապարհի եզրին, իր հետ ունենալով միայն անվասայլակն ու մի ճամպրուկ։ Բայց ոչ ոք չէր սպասում, որ այդ լքվածությունից կծնվի մի շրջադարձ, որը կարող է փոխել ամբողջ կյանքեր։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Հունվարյան շաբաթ օրը Արարատյան դաշտավայրում Առն անխնա այրում էր։ Քաղաքի ծայրամասում գտնվող համեստ տանը տիկին Անահիտ Սարգսյանը 10-րդ անգամ ուղղում էր իր կապույտ, ծաղկավոր զգեստի օձիքի արծաթե կրծքազարդը։ Նրա դողացող մատները, որոնց վրա իրենց հետքն էին թողել տարիքն ու 3 տարի առաջ ոտքերը խլած կաթվածը, համառորեն փորձում էին կատարելությամբ տեղավորել այդ փոքրիկ զարդը։ Դա այն ամենն էր, ինչ մնացել էր ամուսնուց, որը մահացել էր այնքան վաղուց, որ երբեմն թվում էր, թե դա եղել է մեկ այլ կյանքում։ 72 տարեկանում Անահիտի դեմքին իրենց դրոշմն էին թողել անողոք արը, անվերջ երաշտն ու անդադար պայքարը։ Բայց այդ առավոտ նրա աչքերը փայլում էին մի լույսով, որը տարիներ շարունակ չէր երացել։ Հարսը, Գայանեն, հինգշաբթի օրը զանգահարել էր անսպասելի առաջարկով։ Ասել էր, թե ուզում է կեսրոջը տանել ծանոթանալու իրենց ընտանեկան ամառանոցին, մի գեղեցիկ վայր, ծառերով ու ստվերով, որտեղ նա կարող էր անցկացնել օրը, գուցե նույնիսկ մի քանի օր մնալ։ Գուցե նույնիսկ թոռան, ընդամենը 5 տարեկան փոքրիկ Նարեկի հետ, որին նա այնքան հազվադեպ էր տեսնում։ Գուցե նույնիսկ որդու, Հովսեփի հետ, որն այնքան շատ էր աշխատում, որ հազիվ ժամանակ էր գտնում նրան այցելելու։ Անահիտի սիրտը սեղմվեց միայն այդ մտքից։ Ամիսներ էին անցել, ինչ չէր գրկել թոռնիկին։ Շաբաթներ էին անցել, ինչ որդին չէր երացել։ Միշտ մի պատրվակ, միշտ մի հանձնարարություն, միշտ մի ավելի կարևոր բան։ Բայց հիմա, մտածեց նա, ճաքճքած հայելու առաջ ուղղելով ալեխառն մազերը, գուցե ամեն ինչ փոխվում էր։ Գուցե Գայանեն համոզել էր Հովսեփին, որ մայրն ավելի շատ ուշադրության է արժանի։ Գուցե այդ ամառանոցը նոր փուլի սկիզբն էր, որտեղ նա վերջապես կարող էր շփվել այն ընտանիքի հետ, որին մեծացրել էր այդքան զոհողություններով։ Անվասայլակը ջռաց, երբ նա տեղավորվեց, իրեն հրելով դեպի հյուրասենյակ։ Ճամպրուկն արդեն նախորդ գիշերվանից պատրաստ էր։ Ներսում զգուշությամբ դասավորել էր ճնշման դեղերը, հին փաստաթղթերը, որոնք պահում էր մաշված պլաստիկե թղթապանակում, մի փոխնորդ հագուստ տասնյակ տարիներ առաջ մոր տված համրիչը։ Չգիտեր, թե որքան կմնա, բայց ուզում էր պատրաստ լինել։ Առավոտյան ժամը 9-ին մեքենայի սուր ազդանշանը խախտեց փողոցի լռությունը։ Անահիտը նայեց պատուհանից, տեսավ դարպասի դիմաց կանգնած արծաթագույն սեդանը։ Գայանեն իջավ վարորդի նստատեղից, գրելով իր դեմքի համար չափազանց մեծ արային ակնոցներ, մազերը հավաքված ամուր կոսով։ Չժպտաց։ Ձեռքով չարեց։ Պարզապես բացեց դարպասը, ներս մտավ, նրա կրունկները բետոնե հատակին խփվում էին մի վճռականությամբ, որը տարօրինակ էր թվում հանգիստ զբոսանքի համար։ Բարի լույս, տիկին Անահիտ, ասաց Գայանեն, ձայնը սառն էր, ինչպես մեքենայի արդեն միացված օդորակիչը։ Պատրաստ եք։ Անահիտը նյարդայնացած ժպտաց։ Հա, աղջիկս։ Հովսեփը չի գալու։ Նա մեզ այնտեղ դիմավորի, պատասխանեց Գայանեն, առանց կեսրոջ աչքերին նայելու։ Անփութորեն վերցրեց ճամպրուկը, դուրս եկավ։ Շուտ անենք, ճանապարհը երկար է։ Անահիտի սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Ուզում էր հարցնել թոռան, ամառանոցի, թե քանի օր կմնա, բայց Գայանեի կեցվածքում մի բան ստիպեց նրան լռել։ Անվասայլակը հրեց մինչ դուռը, վերջին անգամ փակեց տունը, չիմանալով, որ դա իսկապես վերջին անգամն է, թույլ տվեց, որ հարսն օգնի իրեն նստել մեքենայի հետի նստատեղին։ Անվասայլակը ծալվեց, անհրաժեշտից ավելի ուժգին շպրտվեց բեռնախցիկ։ Մինչ մեքենան դուրս էր գալիս հողոտ ճանապարհից մտնում մայրուղի, Անահիտը պատուհանից նայում էր քաղաքին, որն անգիր գիտեր։ Անցան այն հրապարակով, որտեղ մանուկ Հովսեփին տանում էր խաղալու։ Անցան այն եկեղեցու մոտով, որտեղ ամուսնացել էր, դեռ երիտասարդ ու երազանքներով լի։ Անցան այն խանութի կողքով, որտեղից շաբաթական գնումներ էր անում։ Յուրաքանչյուր վայր մի հիշողություն էր, յուրաքանչյուր անկյուն մի պատմություն։ Սրտում ցավ զգաց, բայց վանեց վատ միտքը։ Սա ընդամենը զբոսանք է, կրկնեց ինքն իրեն։ Զբոսա։
Ընկ ամառանոցը տեսնելու համար։ Գայանեն լուր վարում էր, հայացքը հառած ճանապարհին։ Ռադիոն անջատված էր։ Օդորակիչը թույլ բզզում էր։ Անահիտը մի քանի անգամ փորձեց զրույց սկսել։ Հարցրեց Նարեկի մասին, թե արդյոք նա լավ է մանկապարտեզում։ Հարցրեց ամառանոցի մասին, թե արդյոք հեռու է։ Հարցրեց Հովսեփի մասին, թե արդյոք շատ է աշխատում։ Պատասխանները կարճ էին, միավանք, կտրուկ։ Ամեն ինչ լավ է, աղջիկս, ռիսկի դիմեց Անահիտը 1 ժամ ճանապարհորդությունից հետո, ձայնը թույլ էր։ Ամեն ինչ հրաշալի է, տիկին Անահիտ, պատասխանեց Գայանեն մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Ինքներդ կտեսնեք, շուտով ամեն ինչ կկարգավորվի։ Ինչ նկատի ուներ դրանով, մտածեց Անահիտը, բայց չհամարձակվեց հարցնել։ Նորից նայեց պատուհանից։ Բնապատկերը աստիճանաբար փոխվում էր։ Տները դարձան ավելի հեռու, բուսականությունն ավելի չոր, ճանապարհն ավելի ամայի։ Այլս չկային քաղաքներ ցույց տվող ցուցանակներ։ Այլս չկային ուրիշ մեքենաներ։ Միայն տաք ասֆալտը, անամպ երկինքը, մեքենայի ներսում տիրող ծանր լռությունը։ Անցավ 1 ժամ։ Հետո միու։ Ս. Անահիտի ստամոքսը սկսեց գրալ, բայց նա չխնդրեց կանգնել։ Ծարավ զգաց, բայց չբողոքեց։ Պարզապես դիտում էր գնալով ավելի անապատային դարձող բնապատկերը, սիրտը գնալով ավելի էր սեղմվում։ Ի վերջո, որտեղ էր գտնվում այդ ամառանոցը։ Ինչու էր այդքան հեռու։ Ինչու Գայանեն ոչինչ չէր խոսում։ Հանկարծ մեքենան դուրս եկավ ասֆալտից, մտավ հողոտ ճանապարհ։ Փոշին բարձրացավ խիտ ամպերով։ Մեքենան ցնցվում էր փոսերից։ Անահիտը բռնվեց արջի նստատեղից, փորձելով չընկնել։ Գայանեն չափազանց արագ էր վարում այդ տեսակի ճանապարհի համար։ Կարծես շտապում էր։ Կարծես ուզում էր շուտ հասնել ինչ-որ տեղ։ Կամ գուցե, սարսուրով մտածեց Անահիտը, կարծես ուզում էր ազատվել ինչ-որ բանից։ Վերջապես, սկես ժամ այդ անվերջ թվացող հողոտ ճանապարհով ընթանալուց հետո Գայանեն կանգնեցրեց մեքենան։ Այնտեղ ոչինչ չկար։ Ոչ մի ամառանոց։ Ոչ մի տուն։ Ոչ մի ցանկապատ։ Միայն չոր դաշտավայր, մի քանի ցածր թուփ, հեռվում փշալարերով ցանկապատ կեսօրվա անողոք արը։ Գայանեն անջատեց շարժիչը։ Լռությունը բացարձակ էր։ Անահիտը զգաց, թե ինչպես արյունը սառեց երակներում։ Հասանք, ասաց Գայանեն, հանելով արային ակնոցները։ Որտեղ է ամառանոցը, հարցրեց Անահիտը, դողացող ձայնով։ Գայանեն շրջվեց նստատեղին, Մասիսից դուրս գալուց ի վեր առաջին անգամ նայելով սկեսրոջը։ Նրա աչքերը կոշտ էին, սառը, զուրկ որե զգացմունքից, բացի արամարանքից։ Ամառանոց չկա, տիկին Անահիտ։ Տարեց կնոջ սիրտը մի պահ կանգ առավ։ Ինչպես թե չկա։ Դուք բեռ եք, ասաց Գայանեն սարսափելի հանգստությամբ։ Ինձ համար, Հովսեփի համար, բոլորի համար։ Մենք այլս չենք դիմանում։ Դուք ուտում եք, թանկարժեք տեղեր եք ընդունում, տեղ եք զբաղեցնում։ Այն տունը, որտեղ ապրում եք, փող արժե։ Այն թոշակը, որ ստանում եք, շատ բանի կբավականացներ։ Բայց դուք այնտեղ եք, զբաղեցնելով ամեն ինչ, ծախսելով ամեն ինչ, խանգարելով մեզ ապրել։ Անահիտը զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին աչքերը։ Բայց ես Հովսեփի մայրն եմ։ Ես նրան միայնակ եմ մեծացրել։ Ամբողջ կյանքս աշխատել եմ, որ նրան ամեն ինչ տամ։ Եվ նա երախտապարտ է, հավատացեք, շարունակեց Գայանեն, բացելով մեքենայի դուռը։ Այնքան, որ ստորագրեց լիազորագիրը, առանց նույնիսկ կա ռթալու խեղճը։ Կարծեց, թե դա ընդամենը կենսաթոշակային ծառայությունում մի քանի հարց լուծելու համար է։ Չի էլ կասկածում, որ հիմա տունն իմն է, թոշակն իմն է, ամեն ինչ իմն է։ Անահիտը չէր կարողանում ընկալել լսածը։ Լիազորագիր։ Տոն։ Թոշակ։ Սա չի կարող իրական լինել, մտածեց նա։ Սա մղձավանջ է։ Ես կարթնանամ։ Բայց դա մղձավանջ չէր։ Իրական էր։ Սարսափելիորեն իրական։ Գայանեն դուրս եկավ մեքենայից, բացեց հետի դուռը, բեռնաղցիկից հանեց անվասայլակը, արագ հավաքեց այն։ Հետո, զարմանալի ուժով, Անահիտին դուրս քաշեց մեքենայից, նստեցրեց սայլակին։ Վերցրեց ճամպրուկը, շպրտեց, տարեց կնոջ գիրկը։ Իմ դեղերը, մրմնջաց Անահիտը, դեռ շոկի մեջ։
Իմ փաստաթղթերը։ Ամեն ինչ այնտեղ է, պատասխանեց Գայանեն, վերադառնալով մեքենա։ Ճամպրուկում նա ջուր ունեք։ Դա ավելին է, քան շատերն ունեն։ Դու չես կարող դա անել, կարողացավ ասել Անահիտը խռպոտ ձայնով։ Հովսեփը թույլ չի տա։ Հովսեփը կարծում է, որ դուք մասնավոր ծերանոցում եք, ասաց Գայանեն միացնելով շարժիչը։ Այդպես կմտածի, մինչ ես որոշեմ ճշմարտությունն աս։ Ել։ Եթե, իհարկե, երբե ասեմ։ Բայց հանգիստ եղեք, տիկին Անահիտ։ Գուցե ինչ-որ մեկն անցնի այստեղով։ Այս անապատները լի են բարի մարդկանցով, այնպես չէ՞։ Գայանեի դեմքի դաժան ժպիտը վերջին բանն էր, որ Անահիտը տեսավ, մինչ մեքենան հետընթաց տվեց անհետացավ փոշու ամպի մեջ։ Նա մնաց այնտեղ քարացած նայելով, թե ինչպես է արծաթագույն սեդանը դառնում ընդամենը մի կետ հորիզոնում, իսկ հետո լիովին անհետանում։ Լռությունը վերադարձավ։ Մի լռություն, որը տարբերվում էր ցանկացած այլ լռությունից, որ Անահիտը երբեք զգացել էր։ Դա գիշերվա հանգիստ լռությունը չէր, ոչ էլ հանգստի կեսօրվա մխիթարող լռությունը։ Դա դատարկ, ծանր, հուսահատեցնող լռություն էր։ Լռություն նրա, ով լիովին մենակ է ոչ մի տեղի մեջտեղում, առանց ուղղության, առանց հույսի, առանց ոչ ոքի։ Նա շուրջը նայեց։ Հողոտ ճանապարհը ձգվում էր երկու ուղղություններով, անհետանալով հորիզոնում։ Տներ չկային։ Մարդիկ չկային։ Ստվեր չկար։ Միայն կեսօրվա այրող արը, անամպ կապույտ երկինքը սարսափելի համոզմունքը, որ իրեն լքել են մահանալու համար։ Առաջին արցունքները տակ-տակ հոսեցին։ Կնճռոտ այտերով։ Դրանք վախի արցունքներ չէին։ Դեռ ոչ։ Դրանք ցավի, դավաճանության, այնքան խորը հիասթափության արցունքներ էին, որ թվում էր, թե ինչ-որ բան պատռվում է կրծքի ներսում։ Ինչպես էր դա հնարավոր։ Ինչպես կարող էր որդին, որին նա մեծացրել էր, որին կերակրել էր, որին օրորել էր դժվար գիշերներին, թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Ինչպես կարող էր Գայանեն այդքան դաժան լինել։ Ինչպես կարող էր աշխարհն այդքան անարդար լինել։ Բայց արցունքները ոչինչ չէին լուծում։ Անահիտը սրբեց դեմքը ձեռքի թիկունքով։ Պետք էր մտածել։ Պետք էր գործել։ Այնտեղ կանգնած մնալը նշանակում էր սպասել հաստատ մահվան։ Նորից նայեց կողքերը։ Աջ կողմում ճանապարհը կարծես կորչում էր անվերջ հարթավայրում։ Ձախ կողմում, հորիզոնում, կար մի բան, որը նման էր էլեկտրական սյան։ Որտեղ սյուն կա, մտածեց նա, այնտեղ լար կա։ Որտեղ լար կա, այնտեղ քաղաք կա։ Կամ գոնե ինչ-որ ագարակ։ Վճռականորեն նա հրեց սայլակի անիվները։ Ջանքը հսկայական էր։ Հողոտ ճանապարհը լի էր մանր քարերով ու փոսերով։ Ամեն մի քանի մետրը մեկ սայլակը խրվում էր։ Տարիքից արդեն իսկ թույ։ Ձեռքերը ցավում էին։ Արն այրում էր բաց մաշկը։ Բերանը սկսում էր չորանալ։ Բայց նա շարունակեց։ Հրեց։ Կանգ առավ շունչ քաշելու։ Նորից հրեց։ Մետր առ մետր։ Սանտիմետր առ սանտիմետր։ Անցավ կես ժամ։ Գուցե 1 ժամ։ Ժամանակը կարծես այլս իմաստ չուներ այդ արի տակ։ Անահիտը զգում էր, թե ինչպես է գլուխը բաբախում։ Տեսողությունը սկսում էր մշուշվել։ Ծարավը տանջանք էր։ Հիշեց ջրի շիշը, որի մասին Գայանեն ասել էր, թե ճամպրուկում է։ Դողացող մատներով բացեց կայծակաճարմանդը։ Այնտեղ էր, հանքային ջրի փոքրիկ շիշ։ Դանդաղ խմեց, իրեն զսպելով, որ միանգամից ամբողջը չխմի։ Պետք էր խնայել։ Չգիտեր, թե դեռ որքան ճանապարհ ուներ առջում։ Սյունն այժմ ավելի մոտ էր։ Արդեն երում էր, որ դա իսկապես լույսի սյուն է։ Եվ ավելի հեռվում կային ուրիշները։ Դա նշանակում էր, որ քաղաքակրթությունն այնքան էլ հեռու չէր։ Բայց ինչ հեռավորության վրա։ 1 կիլոմետր։ 5։ 10։ Կարոր չէր։ Նա կշարունակեր։ Ընտրություն չուներ։ Բայց մարդկային մարմինն ունի սահմաններ։ Եվ 72 տարեկան կնոջ մարմինը, որը թուլացել էր կաթվածից, ջրազրկվել էր։ Գտնվում էր ծայրահեղ սթրեսի տակ, ունի էլ ավելի փոքր սահմաններ։ Երբ Անահիտը վերջապես հասավ առաջին սեանս ստվերին, զգաց, որ այլս չի կարող առաջ գնալ։ Կանգ առավ այնտեղ։
Գլուխը հենեց բետոնե ձողին։ Փակեց աչքերը։ Հիշողությունները եկան ալիքներով։ Տեսավ իրեն երիտասարդ ծնողների հետ դաշտում աշխատելիս։ Տեսավ իրեն հղի հովսեփով, մենակ այն բանից հետո, երբ տղայի հայրը փախել էր։ Տեսավ, թե ինչպես է որդուն մեծացնում իր ունեցած սուղմիջոցներով, շուկայում թխվածքներ վաճառելով, ուրիշների լվացքն անելով, բայց երբեք սեղանից հացը պակաս չանելով։ Տեսավ Հովսեփին մեծանալիս, սովորելիս, աշխատանք գտնելիս։ Տեսավ հպարտությունը տղայի աչքերում, երբ նա գնեց իր առաջին տունը։ Որտեղ ամեն ինչ սխալ գնաց, մտածեց նա։ Որտեղ կորցրի իմ որդուն։ Հեռվից լսվող ձայնը ստիպեց նրան բացել աչքերը։ Դա շարժիչի ձայն էր։ Բեռնատար։ Մեքենա։ Նա չգիտեր։ Միայն գիտեր, որ դա իր հնարավորությունն էր։ Գուցե միակը։ Փորձեց գոռալ, բայց ձայնը դուրս չէր գալիս։ Կոկորդը չափազանց չոր էր։ Փորձեց ձեռքով անել, բայց ձեռքերը չէին ենթարկվում։ Պարզապես մնաց։ Այնտեղ, նայելով ճանապարհին, աղոթելով, որ ով էլ լինի, կանգնի։ Խնդրում եմ, Աստված, մրմնջաց նա։ Խնդրում եմ։ Հին, կարմիր, թափված ներկով բեռնատարը, որի թափքը լի էր շուկայի արկղերով, դանդաղեցրեց ընթացքը։ Վարորդը մոտ 50 տարեկան մի տղամարդ, գունաթափ գլխարկով վանդակավոր վերնաշապիկով, կնճռեց ճակատը, տեսնելով այդ անհավանական տեսարանը սյանս թվերում։ Մի տիկին անվասայլակով, ոչ մի տեղի մեջտեղում, մենակ։ Սա ճիշտ չէր։ Սեղմեց արգելակը։ Բեռնատարը ճռնչյունով կանգ առավ։ Արագ իջավ վազեց դեպի Անահիտը։ Տիկին ջան, ինչ եք անում այստեղ, հարցրեց նա, ձայնը լի անհանգստությամբ։ Անահիտը փորձեց խոսել, բայց կարողացավ միայն թույլ տնքոց հանել։ Տղամարդը տեսավ դատարկ շիշը ճամպրուկում, հասկացավ։ Վազեց դեպի բեռնատարը, վերադարձավ ջրի մեկ այլ շշով։ Օգնեց տարեց կնոջը դանդաղ խմել։ Հանգիստ, հանգիստ, դանդաղ խմեք։ Այսպես։ Մի քիչ էլ։ Վերջ։ Աստիճանաբար Անահիտը կարողացավ վերականգնել խոսքը։ Հեկեկալով պատմեց, թե ինչ էր պատահել։ Տղամարդը լուռ լսում էր, ծնոտը լարված, աչքերը լի զսպված զայրույթով։ Ինչ սրիկայո։ Ություն, մրմնջաց նա, երբ կինն ավարտեց։ Ինչ սրիկայություն։ Բայց դուք լավ կլինեք, լսեցի՞ք։ Ես ձեզ կտանեմ քաղաք։ Այնտեղ մի պանսիոնատ կա, տիրուհին լավ մարդ է։ Նա կօգնի։ Նրա անունը Սակ էր, բեռնատարի վարորդ։ Աշխատում էր, մրգեր ու բանջարեղեն հասցնելով տարածաշրջանի փոքր քաղաքներ։ Նա պարզ մարդ էր, քչախոս, բայց մեծ սրտով։ Օգնեց Անահիտին ծայրահեղ զգուշությամբ բարձրանալ խցիկ, ծալեց սայլակը դրեց հետի նստատեղին։ Դանդաղ վարեց, խուսափելով փոսերից, կամաց խոսելով, որպեսզի հանգստացնի դեռ դողացող տարեց կնոջը։ Քաղաքը Երանն էր, գետի մյուս կողմում։ Մեծ չէր, բայց կյանք կար։ Մարդիկ փողոցներում, բաց խանութներ, շարժում։ Սակը կանգնեցրեց բեռնատարը բաց տեղին ներկված մի հարկանի տան դիմաց, որի առջ ցուցանակ կար, Նունեի պանսիոնատ։ Իջավ, թակեց դուռը։ Մոտ 60 տարեկան, կարճ մազերով լայն ժպիտով մի կին պատասխանեց։ Նունե, օգնություն է պետք, ասաց Սակը։ Շտապ է։ Երբ Նունեն տեսավ Անահիտին բեռնատարի խցիկում, տարեց կնոջ դեմքը, արից ու տառապանքից ված, հասկացավ, որ այնտեղ մի մարդ կա, ում օգնությունից ավելին է պետք։ Նրան մարդկայնություն էր պետք։ Ներս բեր նրան, ասաց առանց վարանելու։ Ազատ սենյակ ունեմ։ Եվ այսպես, հունվարյան այդ շոգ կեսօրին, Անահիտ Սարգսյանը անծանոթների գրկում գտավ ավելի շատ սեր ու կարեկցանք, քան տարիներ շարունակ ստացել էր սեփական ընտանիքից։ Նրան տեղավորեցին պարզ, բայց մաքուր սենյակում, փափուկ մահճակալով սպիտակ ժանյակե վարագույրներով։ Նունեն ապուր, հյութ, մաքուր սրբիչներ բերեց։ Այրված մաշկը քսուքով բուժեց։ Կամաց խոսեց, հանգստացնելով վիրավոր սիրտը։ Գիշերը, երբ Անահիտը վերջապես քնեց ժամեր տաց լացից ու հուսահատությունից հետո, երազ տեսավ անցյալի մասին։ Երազում տեսավ մահացած ամուսնուն, որը գալիս էր իր մոտ ասում, որ ամեն ինչ լավ կլինի։ Երազում տեսավ մորը, որը մահացել էր տասնյակ տարիներ առաջ, որը գրկում էր իրեն սրբում արցունքները։
Երազում տեսավ մանուկ Հովսեփին, որը վազում էր դաշտերով մաքուր ու անմեղ ժպիտով, մինչ աշխարհը նրան կվերածեր մեկի, ում նա այլս չէր ճանաչում։ Հաջորդ օրն արթնանալով մի քանի վայրկյան պահանջվեց հիշելու համար, թե որտեղ է։ Արը մեղմորեն ներս էր թափանցում պատուհանից։ Խոհանոցից թարմ սուրճի հոտ էր գալիս։ Եվ շատ տարիների մեջ առաջին անգամ Անահիտը զգաց մի բան, որն արդեն մոռացել էր, թե հնարավոր է։ Զգաց, որ գուցե, միայն գուցե, դեռ կա շարունակելու պատճառ։ Նունեի պանսիոնատում առաջին օրերն անցան դանդաղ ու զգույշ զարթոնքի պես։ Անահիտն ամեն գիշեր վախեցած արթնանում էր, սիրտը խփում էր ուժգին, կարծելով, թե դեռ այն ամայի ճանապարհին է, անողոք արի տակ։ Բայց հետո լսում էր տան ձայները, բակի թռչունների երգը, խոհանոցում կաթսաների ձայնը հիշում, որ ապահով է։ Ողջ է։ Եվ երկար ժամանակվա մեջ առաջին անգամ մի վայրում է, որտեղ ինչ-որ մեկը հոգ է տանում իր մասին։ Նունե Պետրոսյանը 15 տարի այրի էր։ Ամուսնուց մնացած մեծ տունը վերածել էր համեստ, բայց հյուրընկալ պանսիոնատի։ Դա եկամտի համար չէր, որը հազիվ բավականացնում էր հաշիվները փակելուն։ Դա ընկերակցության համար էր։ Շուրջ բոլորը կյանք, ձայներ, պատմություններ, մարդկայնություն ունենալու զգացողության համար։ Երբ Սակն այդ կեսօրին հայտնվեց Անահիտի հետ, Նունեն սրտով զգաց, որ այդ կին սովորական հյուր չէ։ Նա մեկն էր, ում ճակատագիրը մի պատճառով դրել էր իր ճանապարհին։ Կարող եք մնալ այնքան, որքան անհրաժեշտ է, ասաց Նունեն այդ առաջին գիշերը, նստած մահճակալի եզրին, մինչ Անահիտը դանդաղ ուտում էր ապուրը։ Հիմա վճարի մասին մի անհանգստացեք։ Դա կկարգավորենք, երբ ավելի լավ լինեք։ Անահիտն ուզեց առարկել, ասել, որ ողորմություն չի ընդունում, բայց բառերը մնացին կոկորդում։ Փող չուներ։ Տուն չուներ։ Ոչինչ չուներ, բացի մի քանի իրերով ճամպրուկից։ Ընդունեց, այդ ընդունման մեջ կար մի հանձնվել։ Հանձնվել ոչ թե պարտությանը, այլ այն հնարավորությանը, որ գուցե, միայն գուցե, աշխարհում դեռ բարություն կա։ Պանսիոնատի առօրյան պարզ էր ու մխիթարող։ Նունեն վաղ էր արթնանում, թունդ սուրճ ու թխվածք էր պատրաստում։ Անահիտից բացիս երկու հյուր կար։ Մեկը Վարդանն էր, մոտ 35 տարեկան մեխանիկ, որը 2 տարի վարձակալում էր հետնամասի փոքրիկ սենյակը։ Լուր, քչախոս, բայց հսկայական սրտով մարդ։ Աշխատում էր մոտակա արհեստանոցում, գումար էր խնայում սեփական գործը բացելու համար։ Մյուսը Արթուրն էր, մոտքս։ Աներկու տարեկան բեռնատարի վարորդի օգնական, որը պանսիոնատում էր մնում ուղղությունների միջ ընկած ժամանակահատվածում։ Ուրախ, կատակասեր երիտասարդ, միշտ մի զվարճալի պատմություն ուներ պատմելու։ Երբ Նունեն բացատրեց Անահիտի իրավիճակը երկուսին, արձագանքն անմիջապես եղավ։ Վարդանը տան մուտքի մոտ թեքահարթակ կառուցեց, անվասայլակի մուտքը հեշտացնելու համար։ Արթուրն օգնեց հարմարեցնել լոգարանը, տեղադրելով բռնակներ, որոնք ձեռք էր բերել մի ծանոթի միջոցով։ Աղմուկ չբարձրացրին։ Շնորհակալություն չսպասեցին։ Պարզապես արեցին, որովհետև դա էր ճիշտը։ Անահիտը լաց եղավ, երբ տեսավ հարմարեցումները։ Ոչ թե տխրությունից, այլ մի բանից, որն այնքան վաղուց չէր զգացել, որ դժվարությամբ ճանաչեց։ Երախտագիտություն։ Մաքուր ու պարզ երախտագիտություն։ Օրերի ընթացքում նա սկսեց ինտեգրվել պանսիոնատի կյանքին։ Օգնում էր Նունեին խոհանոցում բանջարեղեն մաքրել։ Կարում էր տղաների պատրված հագուստները։ Պատմում էր հին գյուղի պատմություններ, երբ ամեն ինչ ավելի դժվար էր, բայց ինչ-որ կերպ ավելի մարդկային։ Երեկոյան բոլորը հավաքվում էին հյուրասենի։ Ակում, սերիալ դիտելու։ Նունեն ադիբուդի էր պատրաստում։ Վարդանը զովացուցիչ ըմպելիք էր բերում։ Արթուրը անհավանական տեսություններ էր հորինում, թե ինչ է լինելու կերպարների հետ։ Եվ Անահիտը ծիծաղում էր։ Իսկապես ծիծաղում էր, թեթ սրտով, ինչպես տարիներ շարունակ չէր ծիծաղել։ Բայց գիշերները դեռ դժվար էին։ Մթության մեջ պառկած, առաստաղին նայելով, Անահիտը մտածում էր Հովսեփի մասին։ Արդյոք նա գիտեր, թե ինչ է պատահել։ Արդյոք կարոտում էր իրեն։ Արդյոք հոգ էր տանում։ Դավաճանության ցավը դեռ թարմ էր, բաբախում էր բաց վերքի պես։ Այդ տղային միայնակ էր մեծացրել։ Հրաժարվել էր ամեն ինչից, որպեսզի նա սովորի, որպեսզի հնարավորություններ ունենա, որպեսզի կյանքում մարդ դառնա։ Եվ վերջում նա լքել էր իրեն։ Կամ ավելի վատ, թույլ էր տվել, որ լքեն։
Զայրույթը գալիս էր ալիքներով։ Ոչ միայն Գայանեի հանդեպ, թե հարսն էր դաժան ծրագրի ճարտարապետը։ Նա Հովսեփի հանդեպ։ Որովհետև նույնիսկ եթե խաբվել էր, ինչպես կարող է որդին չնկատել, որ մայրն անհետացել է։ Ինչպես չի կասկածում, երբ կինն ասում է, որ տարեց կինը ծերանոցում է։ Ինչպես չ. ի այցելում, չի զանգում, չի ստուգում։ Բայց զայրույթի հետ միասին գալիս էր նա խորը տխրություն։ Անահիտը գիտեր, որ որդուն կորցրել էր շատ ավելի վաղ, քան այն լքվածությունը ճանապարհին։ Կորցրել էր աստիճանաբար տարիների ընթացքում, մինչ նա հեռանում էր, մինչ այցելությունները դառնում էին ավելի հազվադեպ, մինչ Գայանեն գնալով ավելի շատ վերահսկողություն էր ստանձնում նրա կյանքի վրա։ Ինչպես չէր տեսել նշանները։ Ինչպես էր այդքան կույր եղել։ Մի կեսօր, պանսիոնատ ժամանելուց 3 շաբաթ անց, Անահիտը պահարանում իր իրերն էր դասավորում, երբ ճամպրուկից մի հին պլաստիկե թղթապանակ ընկավ։ Դա այն թափանցիկ թղթապանակներից էր, որոնք ժամանակին գույն են ունեցել, բայց ժամանակը ջնջել էր։ Ներսում հին, դեղնած փաստաթղթեր կային, որոշները եզրերից քիչ էր մնում քանդվեին։ Անահիտը զգուշությամբ վերցրեց թղթապանակը։ Գրեթե մոռացել էր այդ թղթերի մասին։ Դրանք հոր Հակոբ Սարգսյանի փաստաթղթերն էին, որը մահացել էր, երբ նա ընդամենը 22 տարեկան էր։ Կոշտ, աշխատասեր մարդ, որն ամբողջ կյանքն անցկացրել էր, փորձելով բերք ստանալ պապից ժառանգ։ Ած հողակտորից։ Չոր հող, անշնորհակալ հող, որը կակտուսներից ու քարերից բացի ոչինչ չէր տալիս։ Նա մահացել էր երիտասարդ, աշխատանքից ու հիասթափությունից հյուծված։ Միակ դստերը, Անահիտին, ժառանգություն էր թողել այդ հողակտորը։ Նա տասնյակ տարիներ պահել էր թղթերը, ավելի շատ սենտիմենտալությունից, քան հավատալով, որ դրանք որե արժեք ունեն։ Ի վերջո, ով կուզենար այդ հողակտորը ոչ մի տեղի մեջ տեղում։ Բայց հիմա, տարիների մեջ առաջին անգամ ուշադրությամբ նայելով այդ փաստաթղթերին, Անահիտը տեսավ մի բան, որը չէր հիշում։ Հողակտորը գտնվում էր Դիլիջանի մոտակայքում, մի տարածաշրջանում, որը վերջին տարիներին դարձել էր էկոտուրիզմի նախագծերի թիրախ։ Արդյոք այդ հողը դեռ գոյություն ուներ։ Արդյոք դեռ իրենն էր։ Որոշեց փաստաթղթերը ցույց տալ Նունեին։ Տես, ասաց Նունեն, ուշադրությամբ զննելով թղթերը։ Սա կարծես սեփականության վկայական լինի։ Եվ տես, գրանցումն էլ կա։ Երբեք չեք փորձել վաճառել։ Անահիտը գլխով բացասական շարժում արեց։ Չգիտեի էլ, թե արժեք ունի։ Չոր հող է, ոչ մի տեղի մեջ տեղում։ Ով կուզենար։ Նունեն մի պահ մտածեց։ Ճանաչում էր մի երիտասարդի, Դավիթին, մի ընկերուհու Զարմիկին, որը Երանում ավարտում էր իրավաբանական ֆակուլտետը։ Լուրջ, ազնիվ երիտասարդ, որը անվճար աշխատանքներ էր կատարում, կարիքավոր մարդկանց օգնելու համար։ Գուցե նա կարողանար մի հայացք գցել, տեսնել, թե այդ թղթերը որե արժեք ունեն, թե կա որե հնարավորություն, որ Անահիտը դրանցով որե եկամուտ ստանա։ Դավիթ Ավագյանը 26 տարեկան էր, գանգուր, միշտ խառնված մազերով անսասան հավատով, որ իրավունքը գոյություն ունի, ծառայելու ամենախոցելիներին։ Պարզ ընտանիքից էր, համալսարանի վարձը վճարել էր, ցերեկը գրասենյակային աշխատող աշխատելով, գիշերը սովորելով։ Հիմա, ավարտելու շեմին, երազում էր բացել ժողովրդական գրասենյակ, որը գումար կվերցներ նրանցից, ովքեր կարող էին վճարել, որպեսզի անվճար սպասարկի նրանց, ովքեր չէին կարող։ Երբ Նունեն զանգեց, պատմելով Անահիտի պատմությունը, Դավիթը վրդովվեց։ Ինչպես էր հնարավոր այդպիսի դաժանություն։ Անմիջապես որոշեց, որ կօգնի։ 2 օր անց, շաբաթ առավոտյան, հայտնվեց պանսիոնատում, փաստաթղթերի թղթապանակով հին նոուտ բուքով։ Տիկին Անահիտ, ուրախ եմ ծանոթանալ ձեզ հետ, ասաց նա, հարգանքով սեղմելով տարեց կնոջ փխրուն ձեռքը։ Տեսնենք, թե ինչ կարող ենք անել։ Ժամեր շարունակ զննեց փաստաթղթերը, որոնումներ կատարեց համացանցում, զանգահարեց նոտարական գրասենյակներ։ Անահիտը անհանգիստ հետում էր նրան, լավ չհասկանալով, թե ինչ է նա փնտրում։ Նունեն սուրճ ու թխվածք էր մատուցում, նույնպես հետաքրքրված։ Վարդանն ու Արթուրը հայտնվեցին ճաշի ժամանակ, իմացան, թե ինչ է կատարվում, միացան խմբին հյուրասենյակում։ Կեսօրին էր, որ Դավիթը բարձրացրեց աչքերը համակարգչի էկրանից, դեմքը գունատ, արտահայտությունն անհավատ։ Տիկին Անահիտ, դուք գիտեք, թե որտեղ է գտնվում հենց այդ հողակտորը։ Անահիտը նկարագրեց այնքան լավ, որքան կարողանում էր հիշել։ Լեռնային շրջան, մի գյուղի մոտ, մի տարածք, որը հոր ժամանակ համարվում էր անարժեք։
Դավիթը շրջեց նոութբուքը դեպի նա։ Էկրանին քարտեզ էր, որը ցույց էր տալիս տարածաշրջանը։ Եվ 6 ամիս առաջվա թերթի մի հոդված, որը հայտարարում էր Դիլիջանի մոտակայքում էկոլոգիական հանգստավայրի շքեղ բնակելի համալիրի մեծ նախագծի մասին։ Պատասխանատու շինարարական ընկերությունը վճարում էր չափազանց բարձր գներ տարածաշրջանի հողերի համար, նախագիծն իրականացնելու համար։ Ձեր հողակտորը, ասաց Դավիթը դանդաղ, կարծես ինքն էլ հազիվ էր հավատում իր ասածին, գտնվում է հենց այն տարածքի կենտրոնում, որը նրանք ուզում են զարգացնել։ Եվ ըստ այստեղի փաստաթղթերի, սեփականության իրավունքը դեռ օրինականորեն ձերն է։ Դուք երբեք չեք վաճառել, երբեք չեք փոխանցել։ Սա շատ փող արժե, տիկին Անահիտ։ Շատ փող։ Հաջորդած լռությունը խիտ էր։ Անահիտը նայում էր համակարգչին, լավ չհասկանալով։ Նունեն ձեռքը տարավ բերանին։ Վարդանն ու Արթուրը իրար նայեցին, բերանները բաց։ Որքան, կարողացավ հարցնել Անահիտը, դողացող ձայնով։ Դավիթը մի քանի հաշվարկ արեց, մի քանի էջ նայեց, զանգեց անշարժ գույքի իրավունքով զբաղվող մի գործընկերոջ։ Երբ անջատեց հեռախոսը, աչքերը փայլում էին։ Եթե մենք կարողանանք ապացուցել սեփականության իրավունքը վաճառել այս շինարարական ընկերությանը, դուք կարող եք ստանալ 200-ից 300 միլիոն դրամի սահմաններում։ Սենյակը տրվեց։ Անահիտը զգաց, որ կուշագնացի։ Նունեն վազեց նրա մոտ մի բաժակ ջրով։ Տղաները մոտեցան, անհանգստացած։ Բայց տարեց կինը լավ էր։ Պարզապես շոկի մեջ էր։ Խորը շոկի։ Միլիոններ, կրկնեց նա, կարծես բառն իմաստ չուներ։ Հարյուրավոր միլիոններ։ Դավիթը լուրջ գլխով արեց։ Բայց անցնելու ճանապարհ կա, տիկին Անահիտ։ Մենք պետք է գտնենք լրացուցիչ փաստաթղթերը, թարմացնենք գրանցումը, ապացուցենք, որ դուք օրինական սեփականատերն եք։ Եվ մենք պետք է դա արագ անենք, մինչ ինչ-որ մեկը կփորձի վիճարկել կամ շինարարական ընկերությունը կգնի հարան հողերը կմեկուսացնի ձերը։ Ես կարող եմ զբաղվել այս ամենով, եթե դուք ինձ լիազորեք։ Անահիտը նայեց նրա աչքերին։ Այնտեղ տեսնում էր անկեղծ, ազնիվ երիտասարդի, որն ուզում էր օգնել։ Բայց նա տեսնում էր ավելին։ Տեսնում էր այն հնարավորությունը, որն Աստված կամ ճակատագիրը կամ պատահականությունը դնում էր իր ձեռքերում։ Հնարավորություն ոչ միայն գոյատելու, այլ այդ ողբերգությունը վերածելու ավելի մեծ բանի։ Մի բանի, որն իմաստ կունենար։ Կարող ես զբաղվել, այո, ասաց նա մի վճռականությամբ, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Բայց ես ուզում եմ դա ճիշտ անել։ Ուզում եմ, որ ամեն ինչ օրինական, ազնիվ լինի։ Ոչ ոգից գողանալ չեմ ուզում։ Եթե այդ հողն իմն է, ապացուցում ենք։ Եթե ոչ, հրաժարվում ենք։ Դավիթը ժպտաց։ Կտեսնեք, տիկին Անահիտ։ Արդարությունը կհաղթանակի։ Այս անգամ կհաղթանակի։ Հաջորդ ամիսները լի էին ինտենսիվ գործունեությամբ։ Դավիթն անխոնջ աշխատեց, հավաքելով փաստաթղթեր, խոսելով հին նոտարական գրասենյակների հետ, գտնելով վկաներ, որոնք ճանաչել էին Հակոբ Սարգսյանին, կարող էին հաստատել հողի սեփականությունը։ Գնաց տարածաշրջան, լուսանկարեց հողակտորը, քարտեզագրեց սահմանները։ Բացահայտեց, որ իրոք շինարարական ընկերությունը հուսահատորեն ցանկանում էր ձեռք բերել հենց այդ հողակտորը, քանի որ այն գտնվում էր նախագծի ռազմավարական դիրքում։ Մինույն ժամանակ, պանսիոնատում կյանքը շարունակվում էր իր հունով։ Բայց հիմա օդում հույս կար։ Սպասում։ Անահիտը սկսեց արթուն երազել։ Եթե դա ստացվեր, եթե նա իսկապես կարողանար վաճառել այդ հողակտորը, ինչ կաներ փողով։ Խոսում էր Նունեի հետ շոգ կեսօրներին, մինչ պատժ գամբում կարում էին։ Եվ հենց այդ խոսակցությունների ընթացքում սկսեց ծնվել մի նպատակ։ Անահիտը փողն իր համար չէր ուզում։ Կարիք չուներ։ 72 տարեկանում ինչ կաներ միլիոններով։ Կճանապարհորդեր։ Իրեր կգներ։ Այդ ամենն իմաստ չուներ։ Իմաստ ուներ օգտագործել այդ օրհնությունը, օգնելու ուրիշներին, ովքեր գտնվում էին նույն իրավիճակում, ինչ ինքը։ Ուրիշ լքված տարեցների։ Ուրիշ մարդկանց, որոնց սեփական ընտանիքը դեն էր նետել։ Ուզում եմ ապաստարան ստեղծել, ասաց մի կեսօր Նունեին։ Մի վայր, որտեղ լքված տարեցները կարող են ապրել արժանապատվությամբ, հարգանքով, ջերմությամբ։
Մի վայր, որտեղ ոչ ոքի բեռի պես չեն վերաբերվի։ Նունեի աչքերում արցունքներ կային։ Եվ ես ուզում եմ օգնել ձեզ դա անել, տիկին Անահիտ։ Միասին կանենք։ 4-րդ ամսվա վերջին, հունիսյան մի կեսօր, Դավիթը զանգեց։ Ձայնը հուզմունքից թրթռում էր։ Տիկին Անահիտ, մեզ մոտ ստացվեց։ Սեփականության իրավունքը ճանաչվեց։ Հողն օրինականորեն ձերն է։ Եվ շինարարական ընկերությունն արդեն պաշտոնական առաջարկ է արել։ 250 միլիոն դրամ։ Ուզում են շուտ փակել գործարքը։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Կարող ես ընդունել, ասաց նա։ Կարող ես փակել գործարքը։ 3 շաբաթ անց գումարը փոխանցված էր հաշվին, որը Դավիթն օգնել էր բացել։ Անահիտը նայում էր բանկոմատի քաղվածքին հազիվ էր հավատում։ Ահա այն։ Այդ հսկայական թիվը։ Այդ գումարը, որը կփոխեր ոչ միայն իր կյանքը, այլ շատ ուրիշ մարդկանց կյանքեր։ Առաջին բանը, որ արեց, Դավիթին վճարելն էր։ Երիտասարդը փորձեց հրաժարվել, ասելով, որ անվճար կաներ, բայց Անահիտը պնդեց։ Դու տաղանդ ունես, տղաս, ասաց նա։ Եվ այդ տաղանդը պետք է բարգատրվի, որպեսզի կարողանաս շարունակել օգնել ուրիշներին։ Վճարեց երիտասարդ իրավաբանի 2 տարվա աշխատանքին համարժեք գումար, որը բավական էր, որպեսզի նա բացի իր ժողովրդական գրասենյակը իրականացնի իր երազանքը։ Հետո կանչեց սակին։ Իրեն փրկած բեռնատարի վարորդը ուղղորության մեջ էր, բայց երբ վերադարձավ, Նունեն ասաց, որ Անահիտն ուզում է տեսնել նրան, նույն օրը հայտնվեց պանսիոնատում։ Տարեց կինը պատշգամբում սպասում էր։ Սակ, դու փրկեցիր իմ կյանքը, ասաց նա առանց շրջանցելու։ Եթե դու չլինեիր, ես կմահանայի այդ ճանապարհին։ Դրա համար ուզում եմ քեզ մի բան տալ։ Նրան մի ծրար տվեց։ Ներսում նոր բեռնատարի համար գումար կար։ Սակը փորձեց հրաժարվել, ասելով, որ արել է այն, ինչ ցանկացած մարդ կաներ, բայց Անահիտը հաստատակամ էր։ Սա ողորմություն չէ։ Արդարություն է։ Դու արժանի ես լավ բեռնատար ունենալու, որը անընդհատ չի փչանա, որը քեզ այդքան չի տանջի։ Ընդունիր։ Մեծ, ուժեղ, անապատի դժվարություններին սովոր տղամարդը լաց եղավ երեխայի պես։ Ընդունեց նվերը այն խոնարհությամբ, որով մարդը գիտի ճանաչել օրհնությունը։ Նունեի հետ Անահիտը հատուկ խոսակցություն ունեցավ մի կիրակի առավոտ։ Նստեցին խոհանոցում միայն երկուսով, թարմ սուրճով ու գաթայով։ Նունե, դու բացեցիր քո տունն ինձ համար, երբ ես ոչինչ չունեի։ Ինձ տանիք, ուտելիք, ջերմություն տվեցիր։ Ինձ ընտանիքի պես վերաբերվեցիր։ Դրա համար ուզում եմ, որ այս պանսիոնատն իսկապես քոնը լինի։ Ես կգնեմ այս անշարժ գույքը քեզ համար։ Առանց պարտքերի, առանց վճարումների։ Քոնը կլինի։ Նունեն այնքան լաց եղավ, որ Անահիտը մտածեց, թե նա վատ կզգա։ Բայց դեռ անկերջանկության, երախտագիտության, թեթացման արցունքներ էին։ Պանսիոնատը վարձով էր, Նունեն ապրում էր սուր դանակի վրա, միշտ վախենալով, որ չի կարողանա վճարել վարձը, որ կկորցնի այն ամենը, ինչ կառուցել էր։ Հիմա ազատ էր։ Իր ճակատագրի տերն էր։ Վարդանն ու Արթուրը նույնպես անմասն չմնացին։ Մեխանիկին Անահիտը տվեց սեփական արհեստանոցը բացելու գումարը։ Բեռնատարի վարորդի օգնականի համար վճարեց լոգիստիկայի տեխնիկական դասընթացի համար, որի մասին երիտասարդը միշտ երազել էր։ Նրանցից ոչ ոք ոչինչ չէր սպասում։ Ոչ ոք չէր օգնել, բարքի մասին մտածելով։ Բայց Անահիտն ուզում էր, որ նրանք իմանան, որ իրենց բարությունը չի մոռացվել։ Այս ամենն անելուց հետո դեռ շատ փող էր մնացել։ Եվ Անահիտը ծրագրեր ուներ։ Մեծ ծրագրեր։ Բայց գիտեր, որ դրանք իրականացնելուց առաջ մի չլուծված հաշիվ կար։ Մի առճակատում, որն անխուսափելի էր։ Որովհետև ինչ-որ տեղ Մասիսում, Հովսեփն ու Գայանեն ապրում էին իրենց կյանքով, հավատալով, որ ազատվել են բեռից։ Ապրելով այն տանը, որն իրենն էր։ Ծախսելով այն թոշակը, որն իրենն էր։ Համոզված, որ երբեք պատասխանատվության չեն ենթարկվի։ Բայց նրանք սխալվում էին։ Անահիտ Սարգսյանը, այն կինը, որին լքել էին մահանալու համար, ողջ էր։ Ուժեղ էր։ Եվ պատրաստ էր դիմակայել նրանց։ Ոչ թե վրեժի համար, թե զայրույթը դեռ այրվում էր կրծքում, այլ արդարության համար։
Եվ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչպես ինքը դեն էին նետվել, մոռացվել, վերաբերվել այնպես, կարծես արժեք չունենային։ Ժամանակն էր ցույց տալու, որ ամեն կյանք արժեք ունի, որ ամեն մարդ արժանի է արժանապատվության, եւ որ գործողություններն ունեն հետանքներ։ Միշտ ունեն։ Մասիսում Հովսեփ Սարգսյանի կյանքը շարունակվում էր իր թվացյալ հանգիստ հունով։ Վաղ էր արթնանում, գնում աշխատանքի շինանյութի ընկերություն, որտեղ մենեջեր էր, վերադառնում երեկոյան։ Գայանեն խնամում էր Նարեկին, տնօրինում էր տունը, գնումներ կատարում։ Ամեն ինչ կարծես կարգին էր։ Ամեն ինչ կարծես լավ էր։ Բայց հանգիստ մակերույթի տակ կար մի լարվածություն, որը Հովսեփը ձացնում էր, թե չի նկատում։ 6 ամիս էր, ինչ մայրը ծերանոցում էր։ Գոնե այդպես էր ասում Գայանեն։ Մասնավոր ծերանոց, լավ սպասարկմամբ, որտեղ նրան լավ կխնամեին։ Հովսեփը երբեք չէր այցելել։ Գայանեն միշտ մի պատրվակ ուներ։ Ծերանոցը հեռու է։ Մայրդ հարմարվում է, ավելի լավ է հիմա չանհանգստացնել։ Նա ժամանակ է խնդրել։ Եվ Հովսեփը, հոգնած վեճերից, ընդունում էր պատրվակները։ Խորքում, նրա մի մասը նույնիսկ թեթացած էր։ Այլս պետք չէր անհանգստանալ մոր համար։ Այլս պետք չէր զբաղվել այն մեղքի զգացումով, որ տեսնում էր նրան թառամելիս այդ համեստ տանը։ Ինչ-որ մեկը խնամում էր նրան։ Դա բավական էր։ Կամ գոնե այդպես էր ասում ինքն իրեն այն գիշերներին, երբ խղճի խայթը գալիս էր այցելելու։ Օգոստոսյան մի երկուշաբթի օր էր, երբ ամեն ինչ սկսեց փոխվել։ Հովսեփը գրասենյակում էր, երբ անծանոթ համարից զանգ ստացավ։ Քաղաքավարի տղամարդու ձայնը ներկայացավ որպես Հորիզոն Դիլիջան շինարարական ընկերության ներկայացուցիչ։ Հարցնում էր Դիլիջանի մոտակայքում գտնվող մի հողակտորի մասին, որը, ըստ իրենց գրառումների, պատկանում էր Սարգսյանների ընտանիքին։ Հովսեփը գնճռեց ճակատը։ Հողակտոր։ Ինչ հողակտոր։ Ոչ մի հողակտորի մասին չգիտեր։ Տղամարդը բացատրեց, որ դա հին սեփականություն է, գրանցվածը Ակոբ Սարգսյանի անունով, որը հետագայում անցել է Անահիտ Սարգսյանին։ Փորձում էին գտնել ժառանգներին, քանի որ հետաքրքրված էին տարածքը ձեռք բերելով։ Հակոբը պապն էր, որին Հովսեփը հազիվ էր ճանաչել։ Անահիտը, մայրը։ Ընտանեկան հողակտոր։ Հովսեփը զգաց, թե ինչպես սիրտը սկսեց արագ բաբախել։ Կարող է ինչ-որ բան արժենալ։ Տղամարդը վարանեց։ Դե, պարոն Հովսեփ, մենք արդեն բանակցել ենք ներկայիս սեփականատիրոջ հետ։ Պարզապես զանգում ենք ժառանգության տվյալները հաստատելու համար։ Վաճառքն արդեն իրականացվել է։ Ներկայիս սեփականատեր։ Ինչ սեփականատեր։ Մայրը ծերանոցում էր։ Ինչպես կարող էր ինչ-որ բան վաճառել։ Հովսեփը ավելի շատ մանրամասներ խնդրեց։ Տղամարդը, նկատելով շփոթությունը, զգույշ էր։ Բացատրեց, որ Անահիտ Սարգսյանն անձամբ է ստորագրել բոլոր փաստաթղթերը 3 ամիս առաջ, իրավաբանի օգնությամբ։ Վաճառքն ավարտվել էր 250 միլիոն դրամով։ Հովսեփը քիչ մնաց հեռախոսը գցեր։ 250 միլիոն։ Անհնար է։ Մայրը ոչ մի հողակտոր չուներ։ Մայրը ոչ մի փող չուներ։ Մայրը ծերանոցում էր, անկարող որոշումներ կայացնելու։ Այստեղ ինչ-որ սխալ կար։ Ինչ-որ խարդախություն։ Ինչ-որ մեկը ձացնում էր, թե մայրն է։ Պետք էր ոստիկանությանը տեղյակ պահել, չեղարկել այդ կեղծ վաճառքը։ Անջատեց անմիջապես զանգեց Գայանեին։ Կինը տանն էր, ձայնը չափազանց հանգիստ էր այն ռումբի համար, որը պատրաստվում էր պայթել։ Գայանե, հենց նոր զանգ ստացա մի հողակտորի մասին։ Ասացին, որ մայրս միլիոններով վաճառել է։ Սա խենթություն է, չէ՞։ Ինչ-որ մեկը խարդախություն է անում, նրա անունն օգտագործելով։ Հեռախոսի մյուս կողմում լռություն տիրեց։ Երկար։ Ծանր։ Երբ Գայանեն վերջապես խոսեց, ձայնը տարբեր էր։ Լարված։ Հովսեփ, մենք պետք է խոսենք։ Հիմա տուն արի։ Վերադարձի ճանապարհը մշուշոտ էր։ Հովսեփը վարում էր ավտոմատ կերպով, միտքը պտտվում էր շրջաններով։ Երբ տուն մտավ, Գայանեն հյուրասենյակում էր, նստած բազմոցին, ձեռքերը խաչած։ Նարեկը տատիկի տանն էր, դպրոցից շուտ էր դուրս եկել։ Նստիր, ասաց նա։
Լուրջ է։ Հովսեփը նստեց։ Եվ հետո Գայանեն սկսեց պատմել։ Բայց ոչ ամբողջ ճշմարտությունը։ Երբեք ամբողջ ճշմարտությունը։ Ասաց, որ սկեսուրն իսկապես հին հող ակտոր ուներ, հորից ժառանգություն, որը երբեք ոչինչ չէր արժեցել։ Բայց որ վերջին ամիսներին շինարարական ընկերության նախագծի շնորհիվ արժեքը կտրուկ բարձրացել էր։ Ասաց, որ պատահաբար լսել էր այդ մասին մի ծանոթից, որն աշխատում էր քաղաքապետարանում։ Ասաց, որ փորձել էր զգուշացնել Հովսեփին, բայց նա միշտ չափազանց զբաղված էր մոր մասին խոսելու համար։ Իսկ հետո հարցրեց Հովսեփը անհամբեր. Ինչ պատահեց։ Գայանեն գծեց շուրթը։ Նա վաճառեց։ Մայրդ վաճառեց հողակտորը։ Միլիոններով։ Եվ մեզ հետ չկիսվեց, Հովսեփ։ Ոչինչ չառաջարկեց։ Այն դեպքում, երբ մենք խնամում էինք նրան, այն դեպքում, երբ այս տունը նրանն էր, մենք ամեն ինչ պահպանում ենք։ Հովսեփը գլուխը տարուբերեց, շփոթված։ Բայց ինչպես։ Նա ձերանոցում է։ Ինչպես վաճառեց։ Ինչպես ստորագրեց։ Այդ ժամանակ Գայանեն պատմեց պատմության երկրորդ տարբերակը։ Ասաց, որ սկեսուրը ոչ մի ձերանոցում չէ։ Որ փախել է, ամիսներ առաջ միայնակ դուրս է եկել տնից։ Որ պետք է ինչ-որ տեղ թաքնված լինի, պլանավորելով ամբողջ փողը իրեն պահել։ Ասաց, որ փորձել է գտնել նրան, որ զանգել է հիվա։ Ընտանոցներ, ոստիկանության բաժանմունքներ, բայց անհաջող։ Եվ որ հիմա, իմանալով վաճառքի մասին, պարզ է դառնում, որ պառավը միշտ խելացի է եղել, միշտ իմացել է հողակտորի մասին, միշտ պլանավորել է խաբել սեփական ընտանիքին։ Հովսեփը լսում էր այդ ամենը զգում, որ ինչ-որ բան չի համընկնում։ Մայրը փախել է։ Մայրը խաբել է։ Դա իմաստ չուներ։ Անահիտը հազիվ կարդալ գրել գիտեր։ Ինչպես կկազմակերպեր նման բան։ Գայանե, իրականում որտեղ է մայրս։ Կինը հայացքը փախցրեց։ Ես արդեն ասացի քեզ։ Նա գնացել է։ Տնից դուրս է եկել անհետացել։ Բայց լսիր, Հովսեփ, մենք իրավունք ունենք այդ փողի մի մասի։ Դու նրա որդին ես։ Մենք արժանի ենք։ Հովսեփը վեր կացավ բազմոցից։ Ինչ-որ բան շատ սխալ էր։ Շատ սխալ։ Նրան պատասխաններ էին պետք։ Իրական պատասխաններ։ Հաջորդ օրերն անցկացրեց հետաքննելով։ Զանգեց Դավիթին, որի կոնտակտները ստացել էր շինարարական ընկերությունից։ Երիտասարդ իրավաբանը զգույշ էր, բայց հաստատեց, որ Անահիտը ողջ է, գիտակից օրինականորեն վաճառել է հողակտորը։ Հաստատեց նա, որ նա ապրում է Երանում, մի պանսիոնատում։ Հասցեն։ Չտվեց, բայց Հովսեփը համառ էր։ Մի քանի զանգերով, մի քանի կապերով բացահայտեց Նունեի պանսիատի անունը։ Երբ Գայանեին պատմեց, որ գտել է մորը, կնոջ արձագանքը տարօրինակ էր։ Գունատվեց։ Նյարդայնացավ։ Ասաց, որ լավ գաղափար չէ այնտեղ գնալ, որ պետք է իրավաբան ուղարկեն, որ Անահիտը կարող է վտանգավոր, անհավասարակշիռ լինել։ Վտանգավոր։ Մա, իրս։ Հովսեփը սկսեց կասկածել։ Գայանե, ինչ ես արել։ Ոչինչ, պատասխանեց նա չափազանց արագ։ Ոչինչ չեմ արել։ Պարզապես անհանգստանում եմ քեզ համար։ Մեզ համար։ Բայց Հովսեփը չհավատաց։ Հաջորդ շաբաթ օրը, առանց կնոջը զգուշացնելու, վերցրեց մեքենան գնաց Երան։ Գայանեն իմացավ գնաց հետից։ Չէր կարող թույլ տալ, որ ամուսին առաջինը հասնի այնտեղ։ Չէր կարող թույլ տալ, որ նա լսի սկեսրոջ տարբերակը, մինչ ինքը կնախապատրաստեր հողը։ Պետք էր միասին հասնել, վերահսկել պատմությունը, ստերը կանգուն պահել։ Նունեի պանսիոնատը լուռ էր այդ շաբաթ առավոտյան, երբ Հովսեփի մեքենան կանգ առավ դիմացը։ Նա դանդաղ իջավ, սիրտը անկանոն բաբախում էր։ Գնաց դեպի դուռը, թակեց։ Նունեն պատասխանեց, կաս։ Կածամտորեն նայելով լավ հագնված, լարված կեցվածքով տղամարդուն։ Բարի լույս։ Ես փնտրում եմ տիկին Անահիտ Սարգսյանին։ Նունեն կկոցեց աչքերը։ Ո՞վ եք դուք։ Ես նրա որդին եմ։ Հովսեփը։ Նունեի արտահայտությունը փոխվեց։ Կասկածամտությունից, զայրույթի ու արամարանքի միջ ինչ-որ բանի։ Որդին։
Նա, ով թույլ էր տվել, որ այս ամենը պատահի, պատրաստվում էր դուռը փակել նրա երեսին, երբ Անահիտը հայտնվեց միջանցքում անվասայլակով։ Թող, նույն է։ Ես կխոսեմ նրա հետ։ Մոր ձայնը ստիպեց Հովսեփին սառչել։ Որքան ժամանակ էր, ինչ չէր լսել այն։ 6 ամիս։ 7։ Եվ հիմա ահա նա, ավելի նիհար, ավելի ծեր, բայց տարօրինակ կերպով նա ավելի ուժեղ։ Նրան նայող աչքերն այլս չունեին նախկին քաղցր հնազանդությունը։ Դրանք վճռականություն ունեին։ Ցավ ունեին։ Հիասթափություն ունեին։ Մամ, սկսեց Հովսեփը, բայց չգիտեր, թե ինչպես շարունակի։ Ներս արի, ասաց Անահիտը։ Կարծում եմ, մենք շատ բան ունենք խոսելու։ Այդ պահին հասավ Գայանեն։ Տեսավ ամուսնու մեքենան, շտապ մտավ պանսիոն։ Եվ երբ նրա աչքերը հանդիպեցին Անահիտի աչքերին, ամիսների մեջ, առաջին անգամ վստահ էր, որ ամեն ինչ կորած է։ Գայանե, ասաց Անահիտը սարսափելի հանգստությամբ։ Ինչ լավ է, որ դու էլ եկար։ Գործերս հեշտացնում ես։ 4-ով հավաքվեցին պանսիոնատի հյուրասենյակում։ Նունեն մոտակայքում մնաց Վարդանի ու Արթուրի հետ։ Դավիթը նույնպես հայտնվեց, Անահիտի կողմից զգուշացված, որ այդ օրը կգա։ Լարվածությունը շոշափելի էր։ Հովսեփը նստեց աթոռին, մորը նայելով, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Մամ, ինչ է կատարվում։ Ինձ ասացին, որ դու հողակտոր ես վաճառել։ Ինձ ասացին, որ դու տնից անհետացել ես։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Անահիտը խորը շունչ քաշեց։ Ուրեմն ես կբացատրեմ քեզ, տղաս։ Կպատմեմ քեզ հենց այն, ինչ պատահել է։ Եվ պատմեց։ Ամեն ինչ։ Գայանեի զանգից, որը խոստանում էր զբոսանք ամառանոցում։ Երկար ճանապարհորդությունը։ Կանգառը ոչ մի տեղի մեջտեղում։ Լքվածությունը։ Համոզմունքը, որ այնտեղ կմահանա։ Սակի փրկությունը։ Պանսիոնատում ընդունելությունը։ Հողակտորի հայտնաբերումը։ Վաճառքը։ Ամեն ինչ։ Հովսեփը գունատվեց։ Գլուխը տարուբերում էր, հրաժարվելով հավատալ։ Ոչ։ Սա չի կարող ճիշտ լինել։ Գայանեն դա չէր անի։ Անահիտը փաստաթղթեր մեկնեց։ Լուսանկարներ, որոնք Նունեն արել էր արայրուքներից, երբ նա ժամանել էր։ Սակի ցուցմունքները։ Տեղի պոլիկլինիկայի բժշկական գրառումները։ Ամեն ինչ, որը հաստատում էր իր տարբերակը։ Սուտ է, գոռաց Գայանեն, վեր կենալով։ Նա այս ամենը հորինում է։ Նա ինքնակամ է անհետացել։ Փորձում է մեզ վնասել։ Բայց Հովսեփը նայում էր փաստաթղթերին, նայում էր մորը, նայում էր կնոջը։ Եվ տարիների մեջ առաջին անգամ իսկապես նայում էր։ Տեսնում էր այն կնոջը, որը միայնակ մեծացրել էր իրեն, որը զոհաբերել էր ամեն ինչ իր համար, որը երբեք չէր ստել իր ամբողջ կյանքում։ Տեսնում էր կնոջը, որը միշտ եղել էր վերահսկող, մանիպուլյատիվ, որը միշտ ավելին էր ուզել, միշտ ավելին էր պահանջել։ Եվ հասկացավ։ Վերջապես հասկացավ։ Գայանե, ասաց դանդաղ, ինչ ես արել։ Ոչինչ, կրկնեց նա, բայց ձայնը դողում էր։ Ես ոչինչ չեմ արել։ Դու լիազորագիր ես ստորագրել, շարունակեց Անահիտը։ Ինձ ստիպեցի ստորագրել, ասելով, որ դա կենսաթոշակայինի համար է։ Իմ տունը քեզ վրա ես գրանցել։ Իմ թոշակը։ Էն ինչ։ Եվ հետո ինձ տարար այդ ճանապարհը լքեցիր։ Ինձ այնտեղ թողեցիր մահանալու։ Սուտ է։ Իսկ դու, Հովսեփ, ասաց Անահիտը որդուն նայելով, դու թղթեր ես ստորագրել առանց կարդալու։ Դու հավատացել ես այն ամենին, ինչ նա ասում էր, առանց հարց տալու։ Դու ինձ մեկ անգամ չես այցելել 6 ամսվա ընթացքում։ Մեկ անգամ։ Ոչ մի զանգ։ Ոչ մի հաղորդագրություն։ Ոչինչ։ Արցունքները սկսեցին հոսել Հովսեփի դեմքով։ Մամ, ես չգիտեի։ Նա ասաց, որ դու լավ ես։ Ասաց, որ լավ ծերանոցում ես։ Ես հավատացի։ Դու ուզեցիր հավատալ, ուղեց Անահիտը մի կոշտությամբ, որը նա երբեք չէր լսել նրա ձայնում։ Որովհետ դա ավելի հեշտ էր։ Որովհետ այդպես դու պետք չէր, որ անհանգստանայիր։
Պետք չէր, որ զբաղվեիր ծեր, հիվանդ, կախյալ մորով։ Ավելի հեշտ էր հավատալ ստին։ Հովսեփը փլվեց։ Լաց եղավ, ինչպես չէր լացել մանկուց։ Մամ, ներիր ինձ։ Խնդրում եմ։ Ես թույլ էի։ Ես հիմար էի։ Բայց ես քեզ սիրում եմ։ Միշտ սիրել եմ։ Անահիտը զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Ուզում էր գրկել որդուն։ Ուզում էր ասել, որ ամեն ինչ լավ է։ Բայց լավ չէր։ Ամեն ինչ լավ չէր։ Եվ եթե նա դա աներ, կնշանակեր, որ լքվածությունն ընդունելի էր։ Որ անփութությունը ներելի էր։ Իսկ դա այդպես չէր։ Սերը ամեն ինչ չի արդարացնում, Հովսեփ, ասաց նա։ Սիրուն գործողություն է պետք։ Ներկայություն։ Հարգանք։ Իսկ դու ինձ դա վաղուց չես տվել։ Գայանեն, տեսնելով, որ իրավիճակը կորած է, փորձեց վերջին խաղաքարտը։ Նա հիմա հարուստ է։ Դրա համար է։ Փողը միայն իրեն է ուզում։ Միշտ շահամոլ է եղել։ Դավիթը վեր կացավ։ Տիկին Գայանե, առաջարկում եմ, որ դուք դադարեք։ Ես այստեղ ունեմ փաստաթղթեր, որոնք ապացուցում են գույքի խարդախ փոխանցումը։ Ես ունեմ լքվածության վկաներ։ Ես ունեմ այն ամենը, ինչ պետք է ձեզ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Միակ պատճառը, որ տիկին Անահիտը դա դեռ չի արել, այն է, որ նա ուզում էր որդուն հնարավորություն տալ նախ ճշմարտությունն իմանալու։ Գայանեն շուրջը նայեց։ Շրջափակված էր։ Փորձեց փախչել, բայց Վարդանն ու Արթուրը փակեցին դուռը։ Ոչ թե սպառնալից, այլ պարզապես հաստատակամ։ Նստիր, Գայանե, հրամայեց Անահիտը։ Մենք դեռ չենք ավարտել։ Հաջորդածը ժամեր տաց առճակա։ Տում էր։ Գայանեն փորձեց պահպանել ստերը, բայց դրանք մեկ առ մեկ բացահայտվեցին։ Փորձեց մեղադրել Հովսեփին, բայց նա այժմ հստակ տեսնում էր, թե ինչպես է մանիպուլյացիայի ենթարկվել։ Փորձեց սպառնալ, բայց հող չուներ ոտքերի տակ։ Վերջում մնաց միայն մերկ, դաժան ճշմարտությունը։ Նա ամեն ինչ պլանավորել էր։ Ուզում էր Անահիտի գույքը։ Ուզում էր ազատվել սկեսրոջից, որին բեռ էր համարում։ Եվ քիչ էր մնում հաջողության հասներ։ Հովսեփը ամուսնալուծություն պահանջեց հենց այնտեղ, բոլորի առաջ։ Գայանեն պանսիոնատից դուրս եկավ ճչալով, վրեժխնդրություն խոստանալով, ասելով, որ Նարեկին կտանի։ Բայց Հովսեփը վճռական էր։ Շատ ժամանակ էր կորցրել։ Ձախողվել էր մոր հանդեպ։ Այլս չէր ձախողվի։ Երբ մնացին մենակ, մայր ու որդի, լռությունը ծանր էր։ Հովսեփը ծնկի իջավ անվասայլակի առաջ։ Մամ, ես գիտեմ, որ իրավունք չունեմ ինչ-որ բան խնդրելու։ Բայց խնդրում եմ, թույլ տուր նորից փորձեմ։ Թույլ տուր լինեմ այն որդին, որը միշտ պետք է լինեի։ Անահիտը դիպավ որդու դեմքին։ Նրա մեջ տեսավ այն տղային, որը եղել էր, այն լավ, սիրող տղային, մինչ աշխարհն ու սխալ հարաբերությունները կփոխեին նրան։ Արդյոք հնարավորություն կար վերականգնելու այդ տղային։ Արդյոք շատ ուշ էր։ Չգիտեմ, թե կարող եմ քեզ հիմա ներել, Հովսեփ, ասաց նա ազնվորեն։ Վերքը շատ խորն է։ Բայց գուցե ժամանակի ընթացքում մենք կարողանանք ինչ-որ բան վերականգնել։ Եթե դու իսկապես փոխվես։ Եթե ապացուցես գործերով, ոչ թե խոսքերով, որ անկեղծ ես։ Հովսեփը գլխով արեց, լաց լինելով։ Կապացուցեմ, մամ։ Ամեն օր, իմ կյանքի մնացած մասում, կապացուցեմ։ Անահիտը գրկեց նրան։ Եվ այդ գրկում կար ցավ, կար մասնակի ներում, կար զգույշ հույս։ Բայց կար նա համոզմունք, որ նա այլս այն հնազանդ կինը չէր, որն ընդունում էր ամեն ինչ։ Նա մի կին էր, որը գիտեր իր արժեքը։ Եվ որը երբեք թույլ չէր տա, որ իրեն վերաբերվեն որպես դեն նետվելիք իրի։ Առճակատումից հետո ամիսները բոլոր ներգրավվածների համար խորը փոխակերպման շրջան էին։ Հովսեփը վերադարձավ Մասիս, բայց այլս ոչ այն մարդը, որն էր։ Նա սկսեց ամուսնալուծության գործընթացը, որը Գայանեն կատաղի կերպով վիճարկեց, բայց ապարդյուն։ Խարդախության լքելու ապացույցները չափա զանց ամուր էին։ Նա ստացավ փոքրիկ Նարեկի համատեղ խնամակալությունը տարիների մեջ առաջին անգամ սկսեց իսկապես ներկա հայր լինել։ Ամեն հանգստյան օր Հովսեփը ճանապարհ էր ընկնում դեպի Երան։
Իր հետ տանում էր Նարեկին, որը կամաց-կամաց ճանաչում էր այն տատիկին, որի գոյության մասին հազիվ գիտեր։ Առաջին այցելությունները լարված էին, անհարմար։ Անահիտը չգիտեր ինչպես վարվել Թորան հետ, իսկ տղան շփոթված էր այն ամենից, ինչ կատարվում էր իր կյանքում։ Բայց համբերությամբ, ժամանակով, անկեղծ սիրով, կամուրջը սկսեց վերականգնվել։ Անահիտը մանկական պատմությունների գրքեր գնեց ժամերով կարդում էր Թորան համար։ Նունեն այցելության օրերին հատուկ թխվածքներ էր պատրաստում։ Վարդանը տղային տանում էր արհեստանոց մեքենաները տեսնելու։ Արթուրը Նարեկին դոմինո խաղալ էր սովորեցնում։ Եվ կամաց-կամաց այդ 5 տարեկան տղան սկսեց իսկապես ժպտալ, վազվզել պանսիոնատում, Անահիտին տատիկ կանչել այն ջերմությամբ, որը երեխան ցուցաբերում է միայն այն ժամանակ, երբ իրեն ապահով է զգում։ Հովսեփը դիտում էր այդ ամենը երկփեղկված սրտով։ Ուրախ էր տեսնել։ Ով որդուն երջանիկ տեսնելով մորը վերացնված, բայց խորապես ամաչում էր կորցրած ժամանակի, սխալ ընտրությունների, այն կուրության համար, որը քիչ էր մնում արժենար այն մարդու կյանքը, որն իրեն ամենաշատն էր սիրել աշխարհում։ Մի կիրակի կեսօրին, մինչ Նարեկը բակում խաղում էր Նունեի հավերի հետ, Հովսեփը նստեց մոր կողքին պատշգամբում։ Մամ, սկսեց նա, ձայնը վարանոտ, ես մտածում եմ, թե ինչը կարող էր այլ կերպ լինել։ Եթե ես ուշադիր լինեի։ Եթե քեզ այցելեի։ Եթե այդքան գույր չլինեի։ Անահիտը նայեց որդուն, տեսավ անհանգստության կնճիռները, որոնք առաջ չկային, սպիտակ մազերը, որոնք սկսում էին հայտնվել։ Հովսեփ, անցյալը չի փոխվում։ Մենք կարող ենք փոխել միայն այն, ինչ առջում է։ Բայց ես պետք է, որ դու իմանաս, շարունակեց նա, որ մի օր չի անցնում, որ ես չմտածեմ իմ արածի մասին։ Իմ չարածի մասին։ Եվ ես խոստանում եմ, մամ, իմ կյանքի մնացած մասը կփորձեմ փոխհատուցել։ Անահիտը ձեռքը դրեց նրա ձեռքի վրա։ Դու պետք չէ, որ ինձ շնորհակալություն հայտնես, Հովսեփ։ Դու պետք է այլ կերպ ապրես։ Այլ լինես։ Եվ դու այդպիսին ես։ Ես դա տեսնում եմ։ Տեսնում եմ այն ձով, որով նայում ես Նարեկին։ Այն ձով, որով խոսում ես նրա հետ։ Այն ձով, որով այստեղ ես, ամեն հանգստյան օր, առանց բացթողումների։ Սա խոսքերից ավելին է։ Սա գործողություն է։ Հովսեփը գրկեց մորը, այդ գրկում կար ցավ, կար ներում, որը կամաց-կամաց կառուցվում էր, կար հույս, որ գուցե մի օր վերքը լիովին կսպիանա։ Մինչ ընտանեկան հարաբերությունները դանդաղ բուժվում էին, Անահիտն իրականացնում էր իր ծրագրերը։ Դավիթին Նունեի օգնությամբ սկսեց փնտրել հարմար անշարժ գույք այն տարեցների ապաստարանի համար, որը երազում էր ստեղծել։ Ուզում էր մի մեծ, լուսավոր, բակով վայր, որտեղ լքված մարդիկ կարող էին ոչ միայն գոյատել, այլ ապրել արժանապատվությամբ։ Գտան մի հին, չգործող հյուրանոց Երանի արվարձաններում։ Այն ուներ 10 սենյակ, մեծ հյուրասենյակ, ընդարձակ խոհանոց պտղատու ծառերով հողամաս։ Տարիներ շարունակ լքված էր, վերանորոգման կարիք ուներ, բայց ներուժ ուներ։ Անահիտը գնեց այդ վայրը վարձեց բանվորների թիմ, աշխատանքների համար։ Վերանորոգումը դեց 4 ամիս։ Անահիտը հետում էր յուր։ Աքանչյուր մանրուքի։ Ուզում էր, որ սենյակները լինեն հարմարավետ, ոչ թե հաստատության նման։ Յուրաքանչյուրը ներկված տարբեր գույնով, թեթ կտորից վարագույրներով, հարմարավետ մահճակալներով, փոքր անհատական պահարանով։ Ուզում էր, որ հյուրասենյակը լինի շփման վայր, ոչ թե մենության։ Դրեց փափուկ բազմոցներ, մեծ հեռուստացույց, գրքերով խաղերով դարակներ։ Ուզում էր, որ ամեն ինչ փոխանցի այն ուղերձը, որ այդ մարդիկ այնտեղ ոչ թե ողորմությունից են, այլ իրավունքով։ Լավ ապրելու իրավունքով։ Հարգվելու իրավունքով։ Դեն չնետվելու իրավունքով։ Խոհանոցը հարմարեցվեց ժամանակակից սարքավորումներով, բայց պահպանելով տնային մթնոլորտը։ Նունեն օգնեց պլանավորել յուրաքանչյուր տարածք, մտածելով ֆունկցիոնալության, բայց նա հարմարավետության մասին։ Բակը վերածվեց այգու, ծառերի ստվերում նստարաններով, փոքր պտղատու այգիով, նույնիսկ բանջարանոցով, որտեղ ապագա բնակիչները կարող էին տնկել, եթե ցանկանային։ Վայրն անվանեց Հակոբի տուն ի պատիվ հոր, որը երբեք չիմացավ իր թողած հողի արժեքի մասին։ Այն հողի, որն այժմ թույլ էր տալիս, որ այդքան կյա նքեր փոխվեն։ Պատվիրեց փայտե փորագրված ցուցանակ անունով, որը տեղադրվեց մուտքի մոտ։ Ներքում մի նախադասություն, որն ամփոփում էր ամեն ինչ։ Այստեղ բոլորն արժեք ունեն։ Երբ Հակոբի տունը բացվեց, նոյեմբերյան արոտ առավոտյան, ուրախության արցունքներ կային։
Անահիտը մուտքի մոտ էր, անվասայլակով, ընդունելով առաջին բնակիչներին։ Նրանք 6 տարեց մարդ էին, բոլորը լքվածության պատմություններով, բոլորը նշանավորված ընտանեկան մերժումով։ Յուրաքանչյուրին դիմավորեցին գրկախառնությամբ, հարգանքով, այն խոստումով, որ այստեղ այլ կերպ կլինի։ Առաջինը ժամանեց պարոն Ռուբենը, 81 տարեկան, որը ամիսներ շարունակ ապրում էր գերբնակեցված պետական ապաստարանում, այն բանից հետո, երբ միակ դուստրը նրան տնից դուրս էր հանել։ Նա ուներ շաքարախտ տեսողության խնդիրներ, բայց մի ժպիտ, որը լուսավորում էր կնճռոտ դեմքը։ Երբ տեսավ իր սենյակը, որի պատուհանը նայում էր պտղատու այգուն, նստեց մահճակալին լաց եղավ։ Այնքան վաղուց էր, ինչ իր սեփական տարածքը չուներ։ Հետո եկավ տիկին Գոհարը, 77 տարեկան, նախկին տարրական դպրոցի ուսուցչուհի, որին Զարմիկը տեղավորել էր ծերանոցում, նրա կենսաթոշակով հետաքրքրված։ Նա ուներ Ալցհեյմերի հիվանդություն սկզբնական փուլում, բայց դեռ գիտակից էր մեծ մասամբ։ Իր հետ բերել էր միայն փոքր ճամպրուկ հին լուսանկարների տուփ։ Անահիտը նրան դիմավորեց երկար գրկախառնությամբ, Գոհարը մրմնջաց, ձայնը դողացող, այնքան վաղուց էր, ինչ ոչ ոք ինձ չէր գրկել։ Ժամանեց նա պարոն Անդրանիկը, 85 տարեկան, 10 տարի այրի, որն ապրում էր որդու տանը, որը նրան վերաբերվում էր որպես հին կահույքի։ Չէր կարող աղմկել, չէր կարող հյուրեր ընդունել, նույնիսկ չէր կարող հեռուստացույց դիտել այն ձայնով, որով կարող էր լսել։ Երբ Անահիտը ցույց տվեց հյուրասենյակը, ասաց, որ այստեղ նա կարող է դիտել ինչ ուզում է, ինչ ձայնով որ պետք է, ծերունին հուզմունքից լաց եղավ։ Եկան նա տիկին Մարինեն, պարոն Ֆելիքսը, տիկին Ժաննան։ Յուրաքանչյուրն իր ցավի, լքվածության, մենության պատմությամբ։ Եվ յուրաքանչյուրին դիմավորեցին ոչ թե որպես շնորհ, այլ որպես մեկի, որն արժանի էր այնտեղ լինելու։ Որն արժանի էր արժանապատվության։ Որն արժանի էր սիրո։ Անձնակազմը փոքր էր, բայց նվիրված։ Երկու բուժքույր, Ռուզաննան Ֆլորան, երկուսն էլ գերիատրիայի մասնագիտացմամբ։ Մի խոհարար, տիկինս Վոֆյա, որը եփում էր այնպես, կարծես սեփական ընտանիքի համար էր ուտելիք պատրաստում։ Եվ երկու խնամող, Մարկոսը Յուլիան, երիտասարդ, բայց չափազանց նվիրված։ Բոլորը վերապատրաստված, բոլորը ընտրված Նունեի Դավիթի կողմից։ Ոչ մի վատ վերաբերմունք։ Ոչ մի անփութություն։ Յուրաքանչյուր բնակիչ կունենար կանոնավոր բժշկական սպասարկում, զբաղմունքներ, ընկերակցություն։ Կունենար կյանք։ Անահիտն ամեն օր այցելում էր Հակոբի տուն։ Երբեմն ամբողջ կեսօրն այնտեղ էր անցկացնում, խոսելով բնակիչների հետ, լսելով նրանց պատմությունները, կիսվելով իրենով։ Ստեղծվեց ջերմ առօրյա։ Առավոտյան, համատեղ նախաճաշ խոհանոցում, թարմ թխվածքով թունդ սուրճով։ Հետո յուրաքանչյուրն անում էր այն, ինչ ուզում էր։ Ոմանք հեռուստացույց էին դիտում, ոմանք դոմինո կամ շաշկի էին խաղում, ոմանք նախընտրում էին կարդալ կամ պարզապես նստել բակում, դիտելով թռչուններին։ Տիկին Գոհարը, այն օրերին, երբ հիշողությունը լավ էր, հայերենի դասեր էր տալիս Յուլիային, որը բուժքրոջ օգնականի դասընթաց էր անցնում, պետք է բարելավեր գրելը։ Պարոն Ռուբենը, որն ամբողջ կյանքում ուսն էր եղել, օգնում էր Մարկոսին վերանորոգել փչացած մանր-մունր իրերը։ Պարոն Անդրանիկը, որը գեղեցիկ ձայն ուներ, հին երգեր էր երգում, որոնք բոլորին հուզում էին։ Կամաց-կամաց լքվածության ցավով միավորված անծանոթների այս խումբը վերածվեց ընտանիքի։ Միասին նշում էին ծննդյան օրերը, տորթով շնորհավորանքներով։ Միասին սերիալ էին դիտում, մեկնաբանելով յուրաքանչյուր սերիա, տեսություններ անելով, թե ինչ է լինելու։ Կիրակի օրերին, երբ Հովսեփը Նարեկին բերում էր Անահիտին այցելելու, բոլորը գնում էին Հակոբի տուն։ Տղան պաշտում էր պապիկներին ու տատիկներին, ինչպես կանչում էր յուրաքանչյուրին։ Վազում էր մեկից մյուսի մոտ, պատմություններ խնդրելով, ցույց տալով դպրոցում նկարած նկարները։ Եվ այդ տարեցները, որոնց սեփական ընտանիքը դեն էր նետել, ծաղկում էին երեխայի ուշադրությունից։ Պարոն Ռուբենը փայտե խաղալիքներ էր պատրաստում Նարեկի համար։ Տիկին Գոհարը հին շուտասելուկներ էր սովորեցնում։ Պարոն Անդրանիկը մանկական երգեր էր երգում։ Գեղեցիկ տեսարան էր։ Բուժում էր բոլոր ներգրավվածների համար։ Բայց Անահիտը դրանով չբավարարվե։ Դեռ մնացած գումարով դա բավականին շատ էր, իրականացրեց իր երկրորդ երազանքը։ Ժամանակավոր կացարան, խոցելի իրավիճակում գտնվող մարդկանց համար։ Դա պարզապես քնելու ուտելու վայր չէր լինելու։ Դա վերականգնման վայր էր լինելու։
Հոգեբանական աջակցությամբ, մասնագիտական դասընթացներով, փաստաթղթեր ստանալու օգնությամբ, աշխատանքի միջնորդությամբ։ Գնեց մի փոքր տուն Նունեի պանսիոնատի մոտ, այն վերածնունդ ապաստարանի։ Այն ուներ 5 ընդհանուր սենյակ, յուրաքանչյուրը 3 հոգու համար, ընդարձակ հյուրասենյակ, համայնքային խոհանոց, 2 լոգարան բացօթյա տարածք, սեղաններով, աթոռներով։ Վարձեց հոգեբան բժիշկ Կամիլային, որը խորապես հավատում էր մարդու վերականգնման կարողությանը։ Սոցիալական աշխատող Ռոբերտին, որը գիտեր տարածաշրջանի բոլոր աջակցության ցանցերը։ Եվ 3 դասավանդող, որոնք կտային մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Վերածնունդ ապաստարանն ուներ հստակ կանոններ։ Դա մշտական ապաստարան չէր։ Դա անցումային վայր էր, որտեղ մարդիկ կմնային առավելագույնը 6 ամիս, մինչ վերականգնվեին։ Այդ ընթացք ում կմասնակցեին թերապիայի, դասընթացների, արհեստանոցների։ Կսովորեին հմտություններ, կվերականգնեին փաստաթղթեր, կկազմեին ինքնակենսագրականներ։ Եվ երբ դուրս կգային իրական գործիքներով, նորից սկսելու համար։ Առաջին խումբը ժամանեց դեկտեմբերին, բացումից 2 շաբաթ անց։ Նրանք 12 հոգի էին, տղամարդիկ, կանայք, տարբեր տարիքի։ Յուրաքանչյուրն իր անկման, կորստի, հանձնվելու պատմությամբ։ Եվ յուրաքանչյուրը կայծով, որքան էլ փոքր լիներ, նորից փորձելու ցանկությամբ։ Կար Մարսելը, 38 տարեկան, որը կորցրել էր աշխատանքը շինարարությունում վթարից հետո հայտնվել փողոցում։ Կար Մարիամը, 45 տարեկան, որը փախել էր բռնի հարաբերություններից մնացել առանց գնալու տեղ։ Կար Հովհաննեսը, 23 տարեկան, որը դուրս էր եկել խնամքի հաստատությունից 18 տարեկանում, երբեք չէր կարողացել հաստատվել։ Կար Ռոզան, 52 տարեկան, որը ծանր դեպրեսիա էր տարել դստեր կորստից հետո արդյունքում կորցրել ամեն ինչ։ Անահիտը պնդեց, որ ներկա լինի յուրաքանչյուրի ընդունելությանը։ Նայում էր յուրաքանչյուր։ Ի աչքերին ասում նույն բանը. Դու քո անցյալը չես։ Դու քո անկումները չես։ Դու քո վեր կենալու կարողությունն ես։ Եվ այստեղ մենք քեզ կօգնենք վեր կենալ։ Առաջին օրերը միշտ դժվար էին։ Մարդիկ գալիս էին կասկածամիտ, վիրավորված, վախենալով հավատալ, որ դա իրական է։ Բայց կամաց-կամաց, կառուցվածքային առօրյայով, մշտական աջակցությամբ, ամենօրյա փոքր հաղթանակներով, սկսում էին բացվել։ Հավատալ։ Փորձել։ Մարսելը էլեկտրիկի դասընթաց անցավ 3 ամսում աշխատանք գտավ սպասարկման ընկերությունում։ Մարիամը ինտենսիվ հոգեբանական աջակցությամբ վերականգնեց ինքնագնահատականը, տարեցների խնամողի դասընթաց անցավ աշխատանքի անցավ հենց Հակոբի տանը։ Հովհաննեսը խոհարարական տաղանդ բացահայտեց, խոհարարի օգնականի դասընթաց անցավ աշխատանք գտավ ռեստորանում։ Ռոզան ավելի շատ ժամանակ պահանջեց, կորստի ցավը չափազանց խորն էր։ Բայց թերապիայով, համապատասխան դեղորայքով, խմբի աջակցությամբ, կամաց-կամաց վերադարձավ կյանք։ Հատուկ արարողություն էր լինում ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը դուրս էր գալիս վերածնունդ ապաստարանից, նոր կյանք սկսելու։ Բոլորը հավաքվում էին, մարդը կիսվում էր իր ճանապարհով, ստանում գրկախառնություններ, բարեմաղթանքներ։ Անահիտը միշտ պնդում էր, որ յուրաքանչյուրին մի փոքր գումար տա, բավական առաջին վարձը վճարելու կազմակերպվելու համար։ Եվ մի քարտ իր հեռախոսահամարով, գրությամբ. Եթե պետք լինի, զանգիր։ Միշտ։ Անահիտի նախագծերի մասին լուրը տարածվեց տարածաշրջանում։ Տեղական թերթերը հոդվածներ գրեցին։ Տարածաշրջանային հեռուստատեսությունը թիմ ուղարկեց։ Անահիտը հարցազրույցներ տվեց, միշտ համեստ, միշտ ուշադրությունը կենտրոնացնելով ոչ թե իր, այլ օգնություն ստացող մարդկանց վրա։ Ուզում էր, որ աշխարհն իմանա, որ տարեցները բեռ չեն։ Որ անօթան մարդիկ անտեսանելի չեն։ Որ յուրաքանչյուր մարդ արժանի է հնարավորության։ Հենց այդ հարցազրույցներից մեկում Գայանեն տեսավ նախկին սկեսրոջը հեռուստացույցով։ Նա ապրում էր Վարձով փոքրիկ բնակարանում, դառնացած, զայրացած, դատարանի կողմից դատապարտված, բայց գրավի դիմաց ազատ։ Տեսնում էր այն կնոջը, որին փորձել էր ոչնչացնել, այժմ հարուստ, հայտնի, հիացմունքի արժանի։ Եվ զգաց սպառող զայրույթ։ Արդար չէր։ Այդպես չէր կարող լինել։ Նա արժանի էր այդ փողի մի մասին։ Նա իրավունք ուներ։ Գայանեի խեղաթյուրված մտքում սկսեց ձևավորվել մի ծրագիր։ Եթե չէր կարողանում օրենքով, կհասներ զգացմունքով։ Շանտաժով։ Գիտեր, որ Հովսեփը Անահիտի թույլ կողմն էր։
Եվ գիտեր, որ երեխան միշ հզոր խաղաքարտ է։ Հակոբի տան բացումից 3 ամիս անց, փետրվարյան անձրոտ մի կեսօրին, Գայանեն հայտնվեց Նունեի պանսիոնատում։ Նա փոխվել էր։ Ավելի նիհար, խորս շրջանակներով աչքերի տակ, խառնված մազերով։ Եվ գրկին երեխա էր տանում։ Մի քանի ամսական երեխա։ Նունեն գնաց դուռը բացելու քիչ մնաց փակեր կնոջ երեսին։ Բայց Գայանեն արագ գործեց։ Պետք է խոսեմ տիկին Անահիտի հետ։ Շտապ է։ Այս երեխայի մասին է։ Նունեն կասկածամտորեն կանչեց Անահիտին։ Տարեց կինը եկավ հյուրասենյակ, երբ տեսավ նախկին հարսին գրկին երեխայով, սարսուռ զգաց։ Անահիտ, ասաց Գայանեն մի ձայնով, որը փորձում էր քաղցր հնչել, բայց կեղծ է ստացվում, սա Սոֆին է։ Հովսեփի դուստրը։ Քո թոռնուհին։ Հատակը կարծես բացվեց անվասայլակի տակ։ Հովսեփի դուստրը։ Նա ոչինչ չէր նշել։ Չէր ասել, որ Գայանեն հղի էր, երբ բաժանվեցին։ Թե իսկապես նրանից էր։ Գայանեն տեսավ շփոթությունը նախկին սկեսրոջ դեմքին օգտվեց։ Այո, նրանից է։ Իմացա, որ հղի եմ, երբ նա ինձ լքեց։ Հիմա մենակ եմ, առանց փողի, երեխա ունեմ մեծացնելու։ Իսկ դու միլիոնների մեջ լողում ես, ինչտեղ քո սեփական թոռնուհին կարիքի մեջ է։ Անահիտը նայեց երեխային։ Իսկապես աղջիկ էր, մեծ աչքերով թմբլիկ այտերով։ Առողջ, խնամված տեսք ուներ։ Բայց ինչ-որ բան չէր համընկնում։ Գայանեն երբեք հղիության մասին չէր նշել։ Ոչ ամուսնալուծությունից առաջ ամիսներին։ Ոչ գործընթացի ընթացքում։ Ինչու կթաքցներ նման բան։ Գայանե, ասաց Անահիտը հանգիստ, եթե այս երեխան իսկապես իմ թոռնուհին է, ես կօգնեմ։ Բայց նախ, մենք պետք է հետազոտություն անենք։ Դնթ թեստ։ Համոզվելու համար։ Գայանեն գունատվեց։ Փորձեց վիճել ասել, որ դա անհեթեթություն է, որ ակնհայտ է, որ երեխան Հովսեփինն է, որ պարզապես խնդրում է այն, ինչ արդար է։ Բայց Անահիտը հաստատակամ էր։ Առանց հետազոտության, առանց խոսակցության։ Դավիթն արդեն կանչվել էր, արդեն ճանապարհին էր։ Երիտասարդ իրավաբանը արագ հասավ, իր հետ բերելով փաստաթղթեր տեղեկություններ, որոնք Գայանեին անելանելի վիճակում դրեցին։ Մի քանի հարց տվեց հղիության մասին։ Երբ էր Գայանեն ասել, որ իմացել է։ Որ ամսին էր ծնվել երեխան։ Որտեղ էր ծննդյան վկայականը։ Որ հիվանդանոցն էր կատարել նախածն։ Դյան հսկողությունը։ Գայանեի պատասխանները խուսափողական էին, հակասական։ Դավիթը խնդրեց տեսնել վկայականը։ Գայանեն ասաց, որ տանն է, հետո կբերի։ Բայց իրավաբանը պնդեց։ Զանգեց այն ծննդատուն, որտեղ Գայանեն պնդում էր, թե ծննդաբերել է։ Այնտեղ նրա ծննդաբերության գրանցում չկար։ Զանգեց տարածաշրջանի ՔԿԱԳ։ Սոֆի անունով Հովսեփ Սարգսյանի կամ Գայանեի դուստր ոչ մի վկայական չկար։ Ճշմարտությունը սկսեց բացահայտվել կծիկի պես։ Ճնշված, շրջափակված, առանց ելքի, Գայանեն վերջապես խոստովանեց։ Երեխան Հովսեփինը չէր։ Ամուսնալուծությունից հետո ունեցած հարաբերություններից էր։ Մի տղամարդուց, որն անհետացել էր, երբ իմացել էր հղիության մասին։ Նա հուսահատ էր, առանց փողի, մտածել էր, որ կարող է երեխային օգտագործել Անահիտի հարստության մի մասը ստանալու համար։ Ծրագրի սառնությունը բոլորին ցնցեց։ Անմեղ երեխային օգտագործել որպես խայծ, փող շորթելու համար։ Ինչպես կարող էր մարդը հասնել այս կետին։ Նունեն զայրացած էր, ուզում էր անմիջապես դուրս հանել Գայանեին։ Դավիթը խոսում էր գործընթացում մեղադրանքներն ավելացնելու մասին։ Բայց Անահիտը ձեռքը բարձրացրեց, լռություն խնդրելով։ Նայեց Գայանեին, տեսավ ոչ միայն այն դաժան կնոջը, որն իրեն լքել էր մահանալու համար ամայի ճանապարհին, այլ մի խորապես կորած մարդու, որը ոչնչացվել էր սեփական ագահությունից, սեփական սխալներից, սեփական, առանց շահի սիրելու անկարողությունից։ Գայանե, քեզ օգնություն է պետք, ասաց նա մի կարեկցանքով, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Ոչ թե ֆինանսական օգնություն։ Իրական օգնություն։ Հոգեբանական։ Հոգոր։ Դու այնքան տարված ես զայրույթով ու նախանձով, որ նույնիսկ չես նկատում, թե ինչ ես անում։
Քո սեփական դստերն ես օգտագործում որպես մանիպուլյացիայի գործիք։ Դու չես տեսնում դրա անհեթեթությունը։ Գայանեն ծիծաղեց, մի դառը, կոտրված ծիծաղ։ Հիմա ինձ քարոզ ես կարդալու։ Ծածնելու ես, թե սուրբ ես։ Թե ինձնից լավն ես։ Ես սուրբ չեմ, պատասխանեց Անահիտը վճռականորեն։ Ես պարզապես մեկն եմ, որը սովորել է, որ կյանքը չափազանց կարճ է ատելության վրա վատնելու համար։ Եվ որ ոչ մի երեխա արժանի չէ վճարելու մեծահասակների սխալների համար։ Դու հիմա դուստր ունես, Գայանե։ Մի երեխա, որը քո կարիքն ունի, որը ներկա, սիրող, առողջ մոր կարիք ունի։ Մի փչացրու այս աղջկա կյանքը նույն ձով, որով փչացրել ես քոնը։ Նա մի ծրար մեկնեց։ Ներսում փող կար։ Ոչ թե միլիոններ։ Բայց բավական, որպեսի Գայանեն ավելի լավ բնակարան վարձի, երեխայի համար իրեր գնի, մի քանի ամիս հանգստություն ունենա, կազմակերպվելու համար։ Փողի հետ միասին կար բժիշկ Կամիլայի, վերացնունդ ապաստարանում աշխատող հոգեբանի այցեքարտը գրությամբ։ Անվճար խորհրդատվություն 1 տարի։ Սա ոչ թե նրա համար է, ինչ դու ինձ հետ արեցիր, ասաց Անահիտը, ձայնը հաստատուն, բայց բարի։ Սա այս երեխայի համար է։ Ամեն երեխա արժանի է հնարավորության։ Եվ դու նույնպես, եթե իսկապես ուզում ես փոխվել։ Բայց պետք է ուզենաս։ Պետք է ընտրես այլ լինել։ Ոչ ոք չի կարող դա անել քո փոխարեն։ Գայանեն վերցրեց ծրարը, շփոթված։ Սպասում էր առճակատման, սպասում էր ոստիկանության, սպասում էր պատժի։ Բայց սա… Այս անբացատրելի առատաձեռնությունը այդքան չարության դիմաց… Չէր կարողանում ընկալել։ Նայեց դստերը գրկին, ծրարին ձեռքին, Անահիտին անվասայլակին։ Եվ երկար ժամանակվա մեջ առաջին անգամ ամոթ զգաց։ Իսկական ամոթ։ Դուրս եկավ պանսիոնատից առանց ոչինչ ասելու, Սոֆին տանելով, արցունքները վերջապես գալիս էին, լվանալով տարիների դառնությունը, վատ ընտրությունները, սխալ ճանապարհները։ Կկարողանար փոխվել։ Չգիտեր։ Բայց երկար ժամանակվա մեջ առաջին անգամ մի բաց դուռ կար։ Մի հնարավորություն։ Եվ գուցե, միայն գուցե, նա կօգտվեր դրանից։ Հովսեփին տեղեկացրին դեպքի մասին, երբ նա հաջորդ հանգստյան օր ժամանեց։ Նա զայրացավ։ Ուզում էր դատի տալ Գայանեին, ուզում էր պատժել նրան օրենքի ողջ խստությամբ։ Ինչպես էր նա համարձակվել երեխային այդպես օգտագործել։ Բայց Անահիտը հանգստացրեց նրան։ Թող, տղաս։ Նա արդեն կրում է իր սեփական ընտրությունների բեռը։ Եվ մենք ավելի լավ բան ունենք անելու, քան ատելությունը սնելը։ Մենք պետք է կենտրոնանանք նրա վրա, ինչը կարևոր է։ Մեր ընտանիքի, մեր նախագծերի, տարբերություն ստեղծելու նրանց կյանքում, ովքեր կարիք ունեն։ Եվ նրանք իսկապես ունեին։ Հակոբի տունը ծաղկում էր։ Նոր տարեցներ էին գալիս, հիվանդանոցների, սոցիալական ծառայությունների, այլ քաղաքների սոցիալական աշխատողների կողմից ուղղորդված, որոնք լսել էին նախագծի մասին։ 10 բնակչի սկզբնական հզորությունը ընդլայնվեց մինչ 15։ Անահիտը գնեց հարան տունը, վերանորոգեց, միացրեց առաջինին։ Հիմա ավելի շատ տարածք կար, ավելի շատ սենյակներ, ավելի շատ հնարավորություններ։ Յուրաքանչյուր նոր բնակիչ բերում էր լքվածության, մենության, ցավի պատմություն։ Պարոն Վալոդը ժամանեց 83 տարեկանում, այն բանից հետո, երբ երեխան երը վիճել էին նրա տան համար նրան տեղավորել մասնավոր ծերանոցում, որտեղ նրան վատ էին վերաբերվում։ Տիկին Սոնան 78 տարեկան էր, լքվել էր հիվանդանոցի դռան մոտ զարմուհու կողմից, որը վերցրել էր նրա կենսաթոշակը։ Պարոն Բենիկը 90 տարեկան 2 տարի ապրում էր փողոցներում, այն բանից հետո, երբ ընտանիքը նրան դուրս էր հանել նրա փոքրիկ տունը վերցնելու համար։ Եվ յուրաքանչյուրը, բացարձակապես յուրաքանչյուրը, Հակոբի տանը գտնում էր ոչ միայն ապաստան, այլ ընտանիք։ Բնակիչները դարձան մտերիմ ընկերներ։ Միասին դոմինո էին խաղում շոգ կեսօրներին, միասին սերիալ էին դիտում ամեն գիշեր, կիսվում էին երիտասարդության հիշողություններով, կորցրած սերերով, դժվար, բայց նա երջանիկ պահերով։ Անահիտը պնդեց, որ կանոնավոր զբաղմունքներ լինեն։ Վարձեց ֆիզիոթերապևտ, որը շաբաթը 3 անգամ գալիս էր թեթ վարժություններ անելու տարեցների հետ։ Բերեց ձեռագործության ուսուցչուհի, որը սովորեցնում էր հելունագործություն, ասեղնագործություն, նկարչություն։ Նրանց ստեղծած աշխատանքները ցուցադրվում էին հյուրասենյակում, հպարտության
Առիթ կազմակերպեց ամսական զբոսանքներ բնակիչներին տանելով տարածաշրջանի տեսարժան վայրերը միշտ առողջապահական թիմի աջակցությամբ։ Վերացնունդ ապաստարանը նույնպես բարգավաճում էր։ Ամեն ամիս նոր մարդիկ էին գալիս, անցնում 6-ամսյա ծրագիրը դուրս գալիս փոխակերպված։ Ոչ բոլորը պետք է ազնիվ լինել։ Ոմանք չէին կարողանում հարմարվել, վերադառնում էին փողոց։ Մյուսները հետընթաց էին ունենում։ Բայց շատերը, մեծամասնությունը, իսկապես փոխում էին իրենց կյանքը։ Կար Աննայի դեպքը, որը ժամանել էր թմրամոլ, ֆիզիկապես, էմոցիոնալապես ավերված։ Գործընկեր կլինիկայում բուժմամբ, ինտենսիվ թերապիայով մեծ աջակցությամբ կարողացավ ազատվել կախվածությունից։ Անցավ գրասենյակային աշխատողի դասընթաց, այսօր աշխատում էր դպրոցում։ Ամեն շաբաթ վերադառնում էր վերացնունդ խոսելու նոր բնակիչների հետ, կիսվելու իր պատմությամբ, հույս տալու։ Կար Ռենատը, որը 46 տարեկանում անգրագետ է ժամանել, երբեք սովորելու հնարավորություն չունենալով։ Ապաստարանում սովորեց կարդալ գրել։ Անցավ այգեպանի դասընթաց, այսօր խնամում էր մի համատիր։ Ության կանաչ տարածքները աշխատանքային գրքույկով սեփական աշխատանքի հպարտությամբ։ Կար Էլիզան, որը 16 տարեկանում փախել էր տնից, 20 տարի ապրել փողոցներում, գոյատել մուրացկանությամբ։ 52 տարեկանում ժամանեց վերացնունդ չհավատալով, որ կարող է փոխվել։ Բայց փոխվեց։ Անցավ թերապիա, լուծեց հին տրավմաները, հաշտվեց ընտանիքի հետ։ Այսօր ապրում է քրոջ հետ, աշխատում է որպես հավաքարար, վերջապես ունի արժանապատիվ կյանք։ Տոնախմբություններ էին լինում այն օրը, երբ յուրաքանչյուրը դուրս էր գալիս իր վերակազմակերպված կյանքով, գնալով ապրելու մենակ կամ ընտանիքի հետ, նորից սկսելով։ Բոլորը հավաքվում էին վերացննդի բացօթյա տարածքում, լինում էր տորտ, ծովացուցիչ ըմպելիք, շատ գրկախառնություններ։ Մարդը կիսվում էր իր ճանապարհով, խոսում հաղթահարած վախերի, կառուցած երազանքների մասին։ Եվ Անահիտը պնդում էր, որ ներկա լինի, գրկի յուրաքանչյուրին, ասի, որ հավատում է նրանց, որ միշտ հավատացել է։ Եվ միշտ յուրաքանչյուրին, բացի սկզբնական գումարից, տալիս էր մի փոքրիկ բույս։ Ծառի կամ ծաղկի տնկի գրությամբ։ Խնամիր նրան, ինչպես խնամում ես քեզ։ Տես նրա աճը։ Եվ հիշիր, որ դու նույնպես աճում ես։ Նունեի պանսիոնատը դարձավ ամեն ինչի կենտրոնը։ Անահիտն ապրում էր այնտեղ, բայց հիմա ավելի մեծ սենյակում, առաջին հարկում, լիովին հարմարեցված իր կարիքներին։ Ուներ սեփական լոգարան, բռնակներով, փոքր հյուրասենյակ, լայն պատուհան, բակի տեսարանով։ Նունեն ընկերուհուց ավելին էր, սրտի քույր էր։ Ժամերով խոսում էին, նոր նախագծեր պլանավորում, երազում, թե էլ ինչ կարող են անել։ Վարդանը բացել էր իր մեխանիկական արհեստանոցը, բարգավաճում էր, բայց դեռ ամեն կիրակի ճաշում էր պանսիոնատում։ Բերում էր իր ընկերուհուն, Քրիստինեին, մի քաղցր աղջկա, որն աշխատում էր որպես ուսուցչուհի։ Խոսում էին հաջորդ տարվա ամուսնության մասին։ Արթուրն ավարտել էր լոգիստիկայի դասընթացը, աշխատանք գտել մեծ տրանսպորտային ընկերությունում, բայց նույնպես կանոնավոր այցելում էր։ Ասում էր, որ պանսիոնատն իր իսկական տունն է, որ այդ մարդիկ իր իսկական ընտանիքն են։ Սա կհայտնվում էր ամեն անգամ, երբ նոր բեռնատարով անցնում էր քաղաքով։ Կանգնեցնում էր պանսիոնատի մաց, իջնում թարմ մրգերի, բանջարեղենի պարկերով։ Երբեք վճար չէր ընդունում։ Ասում էր, որ դա իր շնորհակալություն հայտնելու ձն է, որ աշխարհում ոչ մի փող չի վճարի այն, ինչ Անահիտն արել էր իր համար։ Ոչ միայն բեռնատարը, այլ այն արժանապատվությունը, որ գիտեր, որ բարության մի պարզ ժեստն այդքան արժեք ունի։ Եվ կիրակի օրերին, երբ Հովսեփը ժամանում էր Նարեկի հետ, տունը լցվում էր կյանքով։ Տղան արդեն 7 տարեկան էր, խոսուն, հետաքրքրասեր, լի էներգիայով։ Վազում էր պանսիոնատի բակում, խաղում Նունեի հավերի հետ, բարձրանում ծառերը հոր ուշադիր հայացքի ներքո։ Հետո բոլորը միասին գնում էին Հակոբի տուն, որտեղ Նարեկին դիմավորում էին որպես արքայազնի պապիկներն ու տատիկները։ Հովսեփի հարաբերությունները մոր հետ, թե դեռ կրում էին սպիներ, իսկապես բուժվում էին։ Նա ակտիվորեն մասնակցում էր նախագծերին, օգնում բյուրոկրատական հարցերով, օգտագործում իր կապերը, նվիրատվություններ, գործընկերներ գտնելու համար։ Այս աշխատանքում բացահայտեց մի նպատակ, որը երբեք չէր ունեցել։ Նույնիսկ մտածում էր թողնել աշխատանքը լիովին նվիրվել մոր սոցիալական նախագծերին։ Անահիտը հուզմունքով դիտում էր որդու փոխակերպումը։ Նրա մեջ տեսնում էր այն տղայի գծերը, որը եղել էր, մինչ աշխարհը կկոշտացներ նրան։
Եվ թե լքվածության ցավը երբեք լիովին չէր մոռացվի, այն կամաց-կամաց պատվում էր ներման, հասկացողության, վերակառուցված սիրո շերտերով։ Մի գիշեր, արդեն ուշ, Անահիտը մենակ էր իր սենյակում, նայելով արծաթե կրծքազարդին, որը միշտ մոտ էր պահում։ Նույն կրծքազարդը, որը կրում էր այն սարսափելի օրը, երբ լքվել էր։ Մտածեց այն ամենի մասին, ինչ ապրել էր։ Դժվար երիտասարդության, կարճ, բայց երջանիկ ամուսնության, վաղ այրիության որդու միայնակ դաստիարակության, ոտքերը խլած կաթվածի, դաժան լքվածության, հրաշք փրկության, հողի հայտնաբերման, անսպասելի հարստության, այդքան կյանքեր փոխած նախագծերի մասին։ Եվ հասկացավ, բյուրեղյա պարզությամբ, որ ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ, նպատակ ուներ։ Ցավերը նրան պատրաստել էին հասկանալու ուրիշի ցավը։ Մենությունը նրան սովորեցրել էր գնահատել ընկերակցությունը։ Լքվածությունը նրան ստիպել էր հասկանալ ընդունելության կարևորությունը։ Անսպա սելի հարստությունը նրան տվել էր տարբերություն ստեղծելու միջոցները։ Նրա կյանքի փազլի յուրաքանչյուր կտոր կատարելապես տեղավորվում էր նրան հասցնելու այդ պահին։ Եթե ես այս ամենի միջով չանցնեի, մտածեց նա, այսօր այստեղ չէի լինի։ Չէի ստեղծի Հակոբի տունը։ Չէի հիմնի վերացնունդ ապաստարանը։ Չէի փրկի այս կյանքերը։ Գուցե, միայն գուցե, այն լքվածությունը ճանապարհին վերջը չէր։ Գուցե դա սկիզբն էր մի բանի, որը շատ ավելի մեծ էր, քան ես կարող էի պատկերացնել։ Հակոբի տան բացումից 1.5 տարի անց նախագծի տարեդարձի տոնախմբությանը Անահիտը շրջապատված էր մարդկանցով։ 100-ից ավելի հյուր կար։ Տարեցներ, որոնց նա փրկել էր, մարդիկ, որոնք անցել էին վերացնունդով, նորից սկսել, կամավորներ, աշխատակիցներ, գործընկերներ, ընկերներ, ընտանիք։ Հովսեփն այնտեղ էր Նարեկի նոր ընկերուհու, Պատրիսիա անունով մի բարի կնոջ հետ, որն աշխատում էր որպես բուժքույր, արդեն օգնում էր նախագծերին։ Նունեն իր սովորական արդյունավետությամբ համակարգում էր ամեն ինչ։ Վարդանն ու Քրիստինեն օգնում էին խորովածի հարցում։ Արթուրը պատասխանատու էր երաժշտության համար։ Դավիթը ելույթ էր ունենում սոցիալական նախագծերի կարևորության մասին հայտարարում, որ համագործակցությունը ձեռք բերել քաղաքապետարանի հետ վերացնունդը ընդլայնելու համար։ Ինչ-որ մեկը խնդրեց Անահիտին խոսել։ Նա վարանեց, երբեք չէր սիրել ուշադրության կենտրոնում լինել։ Բայց ամբողը պնդեց։ Ծափահարեցին, գոռացին նրա անունը։ Դրանք խոսքեր էին, որոնք պետք է ասվեին։ Նունեն հրեց անվասայլակը դեպի առաջ, որտեղ մի փոքրիկ իմպրովիզացված բեմ էր տեղադրված։ Անահիտը կանգնեց այնտեղ, այդ բոլոր դեմքերի առաջ։ Տեսավ հույս, որտեղ առաջ հուսահատություն էր։ Տեսավ կյանք, որտեղ առաջ հանձնվելն էր։ Տեսավ ընտանիք, որտեղ առաջ մենություն էր։ Եվ սկսեց խոսել, ձայնը հաստատուն, չնայած հուզմունքին, որը ստիպում էր սրտին արագ բաբախել։ Ես ոչ մի յուրահատուկ մարդ չեմ, սկսեց նա։ Ես պարզապես մի գյուղացի կին եմ, որը դժվար կյանք է ունեցել, որը վատ բաների միջով է անցել, որը քիչ էր մնում կորցնել ամեն ինչ, ներառյալ սեփական կյանքը։ Բայց ես մի քանի կարևոր բան սովորեցի այս ճանապարհին։ Սովորեցի, որ մենք չենք սահմանվում նրանով, ինչ մեզ հետ պատահում է, այլ նրանով, ինչ մենք ընտրում ենք անել այն ամենի հետ, ինչ պատահում է։ Նա դադար տվեց, նայելով Սակին։ Սովորեցի, որ բարությունը գոյություն ունի, նույնիսկ երբ թվում է, թե աշխարհը միայն դաժանություն է։ Որ դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են կանգնեցնել բեռնատարը, ձեռք մեկնել, փրկել մի անծանոթի, որը մահանում է ճանապարհի եզրին։ Նայեց Նունեին, Վարդանին, Արթուրին։ Սովորեցի, որ ընտանիքը միայն արյունը չէ։ Նա է, ով կողքիդ է, երբ դու կարիք ունես։ Նա է, ով քեզ բարձրացնում է, երբ դու ընկնում ես։ Նա է, ով հավատում է քեզ, երբ նույնիսկ դու ես հանձնվել։ Նա է, ով բացում է տան, սրտի դուռը, առանց ոչինչ խնդրելու։ Նայեց Հակոբի տան բնակիչներին, այն մարդկանց, որոնք անցել էին վերացնունդով։ Սովորեցի, որ երբեք ուշ չէ նորից սկսելու համար։ Որ կարող չէ, թե քանի տարեկան ես, քանի անգամ ես ընկել, որքան խորն ես սուզվել։ Միշտ կարելի է նորից վեր կենալ։ Միշտ կարելի է մեկ անգամ փորձել։ Միշտ կարելի է ավելի լավը լինել, քան երեկ էիր։ Ձայնը սկսեց դողալ, արցուն։ Քները հոսում էին։ Եվ սովորեցի, որ տառապանքը, որքան էլ սարսափելի լինի, կարող է վերածվել նպատակի։ Որ ցավը կարող է դառնալ ուժ։ Որ նա, ով լքվել է, կարող է սովորել ընդունել։
որ նա, ով չի ունեցել, կարող է տալ, որ ողբերգությունից կարող է ծնվել հույս շատերի համար։ Հանդիսատեսը բացարձակ լռության մեջ էր։ Շատերը լացում էին նրա հետ։ Անահիտը խորը շունչ քաշեց, սրբեց արցունքները, շարունակեց. Ես ուզում էի շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով այստեղ է։ Նրանց, ովքեր փրկեցին ինձ, երբ ես այլս ոչինչ չունեի։ Նրանց, ովքեր հավատացին իմ երազանքներին, երբ դրանք պարզապես մի համառ պառավի խենթ գաղափարներ էին։ Նրանց, ովքեր ամեն օր աշխատում են նախագծերում, սիրով խնամելով յուրաքանչյուր մարդու, որը գալիս է օգնության կարիքով։ Նրանց, ովքեր նվիրատվություն արեցին, օգնեցին, այս պատմության մասը դարձան։ Նայեց Հովսեփին, որը բացահայտ լացում էր, Նարեկի ձեռքը բռնած։ Եվ շնորհակալ եմ իմ որդուն, որը սխալվեց, որը մոլորվեց, բայց որը քաջություն ունեցավ ճանաչելու, վերադառնալու, նորից փորձելու։ Սա նույնպես նոր սկիզբ է, Հովսեփ։ Սա նույնպես փոխակերպում է։ Եվ ես հպարտանում եմ քեզնով։ Հովսեփը դեմքը ծածկեց ձեռքերով, ուսերը ցնցվում էին։ Նարեկը, լավ չհասկանալով, գրկեց հորը։ Պատրիսյան ձեռքը դրեց նրա ուսին, աջակցության ժեստով։ Անահիտն ավարտեց, ձայն այժմ հաստատում պարզ։ Այս տունը, այս ապաստարանը, այս ամենը իմը չէ։ Բոլորինս է։ Յուրաքանչյուր մարդունն է, որը լքվել է այստեղ ընտանիք է գտել։ Յուրաքանչյուր մարդունն է, որը փողոցում էր այստեղ ճանապարհ է գտել։ Յուրաքանչյուրինն է, ով հավատաց, որ փոփոխությունը հնարավոր է։ Իմ ամենամեծ երջանկությունը ոչ թե եկած փողն է, այլ բազմապատկված սերը, փոխակերպված կյանքերը, վերացնված պատմությունները։ Սա իսկապես ավելին արժե, քան ցանկացած հարստություն։ Ծափահարությունները խլացուցիչ էին։ Մարդիկ վեր կացան, լաց եղան, գրկախառնվեցին։ Դա մաքուր տոնակատարության, հավաքական երախտագիտության, այն ճանաչման պահն էր, որ այնտեղ, գյուղի այդ պարզ վայրում, ինչ-որ արտասովոր բան էր տեղի ունենում։ Երբ տոնախմբությունն ավարտվեց, բոլորը գնացին, երբ լույսերն անջատվեցին, լռությունը վերադարձավ, Անահիտը մենակ մնաց Հակոբի տան պատշգամբում։ Պարզ գիշեր էր, աստղերը տեսանելի էին անապատի անաղարտ երկնքում։ Քնքուշ զեփյուռը բերում էր ավելի վաղ տեղացած անձրից թրջված հողի հոտը։ Նայում էր վեր, այդ թարթող լույսերի անսահմանությանը, մտածում հայր Հակոբի, մոր ամուսնու, բոլոր նրանց մասին, ովքեր արդեն գնացել էին։ Հուսով եմ, դուք հպարտանում եք, մրմնջաց նա աստղերին։ Հուսով եմ, հասկանում եք, որ ես փորձեցի անել լավագույնը, ինչ կարող էի, նրանով, ինչ ինձ տրվեց։ Վերցրի այն հողակտորը, որը դուք թողեցիք, որը կարծես ոչինչ չարժեր, վերածեցի կյանքի։ Հույսի, սիրո։ Մի ընկնող աստղ հատեց երկինքը, արագ, լուսավոր։ Անահիտը փակեց աչքերը, երազանք պահեց։ Ոչ իր համար։ Երբեք իր համար։ Խնդրեց, որ նախագծերը շարունակվեն նույնիսկ իր հեռանալուց հետո։ Որ ուրիշ մարդիկ վերցնեն դրոշը։ Որ ուրիշ Հակոբի տներ ծնվեն։ Որ ուրիշի վերացնունդ ապաստարաններ բազմապատկվեն։ Որ ոչ ոք երբեք այլս չլքվի մահանալու համար ճանապարհին։ Որ ոչ ոք դեն չնետվի, կարծես արժեք չունի։ Երբ բացեց աչքերը, զգաց մի խաղաղություն, որը երբեք առաջ չէր զգացել։ Մի խաղաղություն, որը գալիս էր այն համոզմունքից, որ իր կյանքն իմաստ ուներ։ Որ իր ցավերն իզուր չէին։ Որ իր տառապանքը պտուղներ տվեց։ Որ նա կարոր էր։ Որ տարբերություն ստեղծեց։ Որ սիրեց, սիրվեց։ 74 տարեկանում, երբ շատերը կհավատային, որ կյանքն արդեն գրված է, որ վերջը մոտ է, որ այլս ժամանակ չկա մեծ ձեռքբերումների համար, Անահիտ Սարգսյանը բացահայտեց, որ նա դեռ նոր է սկսում։ Որովհետև իսկական կյանքը, այն կյանքը, որն իսկապես կարոր է, չի չափվում տարիներով։ Այն չափվում է սիրով, կապերով, հուզված կյանքերով, ստեղծված տարբերություններով, ցանված սերմերով, որոնք կշարունակեն աճել շատ ավելի երկար, քան այն ձեռքերը, որոնք դրանք ցանել են, այլս այստեղ չեն լինի։ Եվ այս չափանիշով Անահիտ Սարգսյանը ոչ միայն սկսել էր ապրել, այլ ապրում էր լիարժեք։ Յուրաքանչյուր օր նոր հնարավորություն էր բարություն անելու։ Յուրաքանչյուր եկող մարդ նոր հնարավորություն էր ցույց տալու, որ հոգատարությունը դեռ գոյություն ունի։ Յուրաքանչյուր վերականգնված ժպիտ, յուրաքանչյուր սրբված արցունք, յուրաքանչյուր ականատ։
Ես եղած նոր սկիզբ, այս ամենը հաղթանակ էր։ Այս ամենը կյանք էր։ Քամին շարժեց բակի ծառերը։ Ինչ-որ տեղ մի շուն հաչեց։ Ավելի հեռվում մի երաժշտություն էր հնչում կամացուկ։ Կյանքը շարունակվում էր իր հունով, պարզ արտասովոր մի նույն ժամանակ։ Եվ Անահիտը նստած այնտեղ իր անվասայլակին, իրեն ծնած անապատի աստղազարդ երկնքի տակ, իրեն ամբողջական զգաց։ Խաղաղ զգաց։ Զգաց, վերջապես, տանը։